Երբ ոստիկանությունը մտավ այն շքեղ առանձնատան սրահը, որտեղ տոնախմբությունը դեռ շարունակվում էր, դրանք գտան մի բան, որը 30 տարի թաքցված էր պահվել։ Սեղանի վրա, շամպայնի բաժակների կողքին, ընկած էր մի փոքրիկ ձայնագրող սարք, կարմիր լամպով, որը դեռ աշխատում էր։ Այդ ժապավենի վրա Օֆելիա Համբարձումյանի ձայնը հնչում էր այնպես, ինչպես երբեք չէր հնչել բեմից։ Նա լաց էր լինում եւ անվանում էր մի անուն, որը կարող էր ամեն ինչ փոխել։ Բայց այդ ապացույցը անհետացավ հենց այն գիշերը, երբ ամենահարուստ հյուրը լքեց հարսանիքը, դեմքը սպիտակ ցասումից։ Ո՞վ էր այդ մարդը, որին ժողովրդական արտիստուհին համարձակվեց հրապարակավ մերժել, իր ամբողջ կարիերան վտանգելով։ Ինչու է այդ ձայնագրությունը դարձել արգելված ապացույց, որը երբեք չհասավ դատարան։ Ինչպես է հնարավոր, որ կինը, որը երգում էր հազարավոր մարդկանց համար, այդ գիշերը խոսեց միայն մեկի հետ, եւ դա դարձավ նրա կյանքի ամենավտանգավոր խոսակցությունը։ 1996 թվականի աշունը Երևանում սկսվեց նոր դարաշրջան։ Խորհրդային միությունը փլատակների վրա էր, բայց փողոցներում արդեն երևում էին նոր տերերը, մարդիկ, ովքեր մի գիշերում դարձան միլիոնատերեր։ Նրանք քայլում էին թանկարժեք կոստյումներով, վարում էին արևմտյան մեքենաներ եւ կարծում էին, որ ամեն ինչ կարելի է գնել։ Ամեն ինչ, նաեւ մարդկանց։ Օֆելիա Համբարձումյանը այդ ժամանակ արդեն 25 տարի էր բեմում։ Նրա ձայնը ճանաչում էին Թբիլիսիից մինչև Մոսկվա։ Նրա երգերը երգում էին հարսանիքներում եւ հուղարկավորություններում։ Նրա դեմքը փակցված էր յուրաքանչյուր տան պատին։ Բայց քչերը գիտեին, որ այս կինը, որը բեմից ժպտում էր այնքան անկեղծ, տանը վերադառնում էր դատարկ բնակարան, որտեղ միայն լուսանկարներն էին հիշեցնում, որ երբեմն նա ունեցել է ընտանիք։ Նրա ամուսինը դերասան Արամ Համբարձումյանը մեկնել էր Ռուսաստան դեռ 1988 թվականին, խոստանալով վերադառնալ, երբ ամեն ինչ կարգավորվի։ Նա երբեք չվերադարձավ։ Օֆելիան մնաց միայնակ, երկու դստերով, որոնք արդեն մեծացել էին եւ ապրում էին իրենց կյանքով։ Բայց բեմը պահանջում էր ժպիտ։ Բեմը պահանջում էր լույս, եւ Օֆելիան տվեց այդ լույսը, գիշեր առ գիշեր, համերգ առ հիշեր առ համերգ, թեև ներսում ամեն ինչ մարում էր։ Նրա գոլեգները հիշում են, թե ինչպես էր նա նստում գրիմասենյակում համերգից առաջ եւ լռում։ Պարզապես լռում, ձեռքերը ծալած, աչքերը փակած։ Գրիմորուհի Սիրանուշ Մանուկյանը, որը 30 տարի աշխատել է օպերայի եւ բալետի թատրոնում, առաջին անգամ խոսում է այն մասին, ինչ տեսել է այդ տարիներին։ Նա մտնում էր գրիմասենյակ ուղիղ կանգնած, գլուխը բարձր, բայց երբ դուռը փակվում էր, նա փլվում էր աթոռին, ինչպես կոտրված տիկնիկ։ Ես տեսնում էի, թե ինչպես են նրա ուսերը դողում, թե ինչպես է նա փորձում շունչ քաշել։ Բայց երբ զանգակը հնչում էր, նա կանգնում էր, ուղում էր մազերը եւ դուրս էր գալիս ժպտալով այնպես, կարծես աշխարհում ամեն ինչ կարգին է։ Սա էր Օֆելիա Համբարձումյանի իրական արվեստը, ոչ թե երգելը, այլ թաքցնելը։ 1991 թվականի ամռանը Երևանում բացվեց առաջին էլիտար ռեստորանը՝ Արարատ Պալաս։ Այնտեղ մուտքը թույլատրվում էր միայն ճիշտ մարդկանց, նորահարուստներին, ովքեր ցույց էին տալիս իրենց դոլարները եւ ոսկե շղթաները։ Հենց այնտեղ էր, որ Օֆելիան առաջին անգամ հանդիպեց նրան, մարդուն, ում անունը մենք չենք կարող հրապարակել իրավական պատճառներով, բայց ում բոլորը ճանաչում էին որպես Մեծ Տիգրան։ Նա նստած էր ամենամեծ սեղանի շուրջը, 10 մարդու շրջապատում, ծխում էր կուբական սիգար եւ խոսում էր այնպես բարձր, որ ամբողջ դահլիճը լսեր։ Երբ Օֆելիան մտավ իր երկու ընկերուհիների հետ, ամբողջ դահլիճը լռեց։ Մարդիկ շրջվեցին նայելու։ Նույնիսկ երաժիշտները դադարեցին նվագելը մի վայրկյանով։ Քանի որ Օֆելիա Համբարձումյանը չէր պատկանում այդ աշխարհին, շքեղության եւ դոլարների աշխարհին, նա պատկանում էր ժողովրդին։ Բայց Մեծ Տիգրանը տեսավ նրան եւ որոշեց, որ այս կինը պետք է լինի իր սեղանի զարդը։ Նա ուղարկեց իր մարդուն, հրավիրելու Օֆելիային։ Սպասարկուհին մոտեցավ, դողդոջուն ձայնով ասելով, որ պարոնը հրավիրում է ձեզ շամպայն խմելու։ Օֆելիան նայեց դեպի այդ սեղանը, որտեղ 10 տղամարդ սպասում էին նրա պատասխանին, եւ հանկարծ զգաց, թե ինչպես է ներսում բորբոքվում մի բան, ինչ տարիներ շարունակ ճնշել էր։ Նա չէր ուզում լինել զարդ, նա չէր ուզում լինել մրցանակ։ Նա էր Օֆելիա Համբարձումյանը, ժողովրդական արտիստուհին, կինը, որը երգել էր հազարավոր մարդկանց համար, եւ ոչ ոք չէր կարող նրան վերածել իրերի։ Նա ժպտաց սպասարկուհուն եւ ասաց. «Ասա պարոնին, որ Օֆելիա Համբարձումյանը չի խմում անծանոթների հետ»։ Այդ պահին ամբողջ ռեստորանը կարծես սառեց։ Մարդիկ, ովքեր լսեցին այդ պատասխանը, չէին կարող հավատալ։ Ո՞վ էր այս կինը, որը համարձակվում էր մերժել Մեծ Տիգրանին։ Սպասարկուհին վերադարձավ դեպի այն սեղանը գլուխը խոնարհած եւ շշուկով ասաց ինչ-որ բան։ Մեծ Տիգրանի դեմքը փոխվեց։
Նախ դա էր անհավատությունը, հետո զայրույթը, հետո ինչ-որ տարօրինակ ժպիտ, որը ավելի վտանգավոր էր, քան ցանկացած սպառնալիք։ Նա կանգնեց իր տեղից բարձրացնելով բաժակը եւ բարձրաձայն ասաց, որպեսզի բոլորը լսեն. «Ժողովրդական արտիստուհուն, որը մոռացել է, թե ով է նրան կերակրում»։ Դա էր հրապարակային ծաղրանքը, դա էր պատերազմի հայտարարությունը։ Օֆելիան զգաց, թե ինչպես է նրա սիրտը սկսում ավելի արագ բաբախել, բայց նա չշրջվեց։ Նա շարունակեց ուտել իր ընթրիքը, ձեռքերը չդողալով, թեև ներսում ամեն ինչ աղաղակում էր. «Փախիր, վազիր, մի մնա այստեղ»։ Բայց նա մնաց։ Քանի որ փախուստը նշանակում էր ընդունել, որ նա վախենում է, եւ Օֆելիա Համբարձումյանը չէր վախենում ոչ ոքից։ Երբ նրանք լքեցին ռեստորանը, Օֆելիայի ընկերուհիներից մեկը Գայանեն սկսեց լալ։ «Դու գիտես, թե ինչ արեցիր», ասաց նա։ «Դու գիտես, թե ով է այդ մարդը։ Նա կարող է ավարտել քո կարիերան մեկ հեռախոսազանգով»։ Օֆելիան դադարեց քայլել եւ շրջվեց դեպի իր ընկերուհին։ Նրա աչքերում այրվում էր մի բան, ինչ Գայանեն երբեք չէր տեսել։ «Եթե իմ կարիերան կախված է նրանից, թե արդյոք ես կխմեմ շամպայն մի անծանոթի հետ», ասաց Օֆելիան, ապա թող այդ կարիերան ավարտվի այսօր։ Նրանք քայլեցին տուն, լռության մեջ, բայց Օֆելիան գիտե, որ ինչ-որ բան փոխվել է։ Նա նետել էր ձեռնոցը դեմքին այն մարդու, ով կարծում էր, որ ամեն ինչ կարելի է գնել, եւ հիմա նա պետք է վճարեր գինը։ Բայց ո՞րն էր լինելու այդ գինը, եւ արդյոք նա պատրաստ էր վճարել այն։ Հաջորդ օրը Օֆելիային զանգահարեցին օպերայի եւ բալետի թատրոնից։ Տնօրենի ասիստենտը նյարդայնացած ձայնով ասաց, որ անհրաժեշտ է հանդիպում։ Երբ Օֆելիան մտավ տնօրենի գրասենյակ, նա տեսավ երկու մարդու՝ տնօրեն Վահագն Սարգսյանին եւ մի անծանոթ, ով նստած էր անկյունում, ծխելով եւ չնայելով նրան։ Վահագնը, որը տարիներ շարունակ եղել էր Օֆելիայի բարեկամը եւ պաշտպանը, այժմ չէր կարող նայել նրա աչքերին։ Նա խոսեց դանդաղ, ընտրելով բառերը. «Օֆելիա ջան, մենք ստիպված ենք կատարել մի քանի փոփոխություններ համերգային ծրագրում։ Քո մասնակցությունը հաջորդ 3 ամիսների համերգներում հետաձգվում է»։ Օֆելիան զգաց, թե ինչպես է հատակը սկսում տատանվել նրա ոտքերի տակ։ «Հետաձգվում է», կրկնեց նա։ «Ինչ է դա նշանակում»։ Վահագնը վերջապես նայեց նրան, եւ Օֆելիան տեսավ նրա աչքերում ինչ-որ բան, ինչ նա երբեք չէր տեսել՝ ամոթը։ «Դա նշանակում է, որ մենք չունենք տեղ քեզ համար», ասաց նա։ «Ոչ հիմա»։ Անծանոթ մարդը անկյունից վերջապես խոսեց, առանց շրջվելու։ «Դուք պետք է հասկանաք, տիկին Համբարձումյան, որ մենք ապրում ենք նոր ժամանակներում։ Թատրոնը կախված է հովանավորներից, եւ երբ դուք վիրավորում եք մեր հովանավորներից մեկին…» Նա չավարտեց նախադասությունը, բայց իմաստը պարզ էր։ Օֆելիան զգաց, թե ինչպես է նրա ներսում բորբոքվում զայրույթը, այնքան ուժեղ, որ նա կարծես կորցրեց իր ձայնը մի վայրկյանով։ Հետո նա խոսեց, այնքան հանգիստ, որ դա ավելի սարսափելի էր, քան ցանկացած աղաղակ. «Ես 30 տարի եմ երգում այս բեմում։ 30 տարի։ Երբ դուք դեռ չգիտեիք, թե ինչպես պահել պատառաքաղ, ես արդեն երգում եմ էի Կրեմլյան պալատում։ Եվ հիմա դուք ինձ ասում եք, որ ես չունեմ տեղ, քանի որ մի նորահարուստ վիրավորվել է, որ ես չեմ ուզում լինել նրա զվարճանքը։ Լավ, ես կհեռանամ։ Բայց դուք պետք է իմանաք մի բան. երբ այդ մարդու փողերը վերջանան, երբ նրա իշխանությունը փլվի, ես դեռ կերքեմ։ Քանի որ ես եմ Օֆելիա Համբարձումյանը, եւ ոչ ոք չի կարող խլել ինձանից այն, ինչ Աստված տվել է։ Նա դուրս եկավ գրասենյակից, փակելով դուռը այնքան զգույշ, որ ոչ մի ձայն չլսվեց։ Բայց միջանցքում, երբ նա համոզվեց, որ ոչ ոք չի տեսնում, ոք չի տեսնում, նա հենվեց պատին եւ թույլ տվեց, որ արցունքները վազեն։ Ոչ թե ցավից, ոչ թե վախից, այլ զայրույթից։ Զայրույթից, որ աշխարհույթից, որ աշխարհը փոխվել էր այնպես, որ արժեքները այլևս ոչինչ չէին նշանակում։ Որ արվեստը դարձել էր ապրանք, որ նա, ժողովրդական արտիստուհին, դարձել էր անցորդ իր սեփական թատրոնում։ Բայց նա չգիտեր, որ սա էր միայն սկիզբը։ Քանի որ մեծ Տիգրանը չէր մարդ, ով մոռանում էր վիրավորանքները։ Եվ նա արդեն պլանավորում էր իր վրեժխնդրությունը։ 1991 թվականի աշունը Օֆելիայի համար դարձավ ամենաերկար աշունը նրա կյանքում։ Համերգները չկային, հեռախոսը չէր զնգում։ Նույնիսկ հին ընկերները սկսեցին խուսափել նրանից, վախենալով, որ կապը նրա հետ կարող է վնասել իրենց սեփական կարիերային։ Օֆելիան նստում էր տանը, նայելով պատուհանից, եւ փորձում էր հասկանալ, թե ինչպես է հնարավոր, որ մեկ մերժումը կարող է ավերել ամբողջ կյանքը։ Նրա դուստրերը Անին եւ Լուսինեն փորձում էին աջակցել, բայց նրանք ինքնին էին երիտասարդ եւ չէին հասկանում, թե ինչ էր կատարվում։ «Մայրիկ, գուցե դու պետք է ներողություն խնդրես», ասաց Անին մի օր։ Օֆելիան նայեց իր դստերը այնպես, կարծես առաջին անգամ էր տեսնում նրան։ «Ներողություն խնդրեմ», կրկնեց նա։ «Ինչի համար։ Որ ես չեմ ուզում լինել ապրանք, որ ես ունեմ արժանապատվություն։
Ոչ իմ աղջիկ, ես երբեք չեմ ներողություն խնդրի դրա համար։ Բայց կյանքը շարունակվում էր, եւ փողերը սպառվում էին։ Օֆելիան սկսեց երգել փոքր ռեստորաններում, հարսանիքներում, մանկան ծննդյան տոներում։ Այն տեղերում, որտեղ նրան չէին ճանաչում կամ չէին հետաքրքրվում, թե ով է նա։ Մի օր նա երգում էր մի փոքր ռեստորանում կենտրոնում, երբ դուռը բացվեց եւ ներս մտավ մի խումբ մարդիկ։ Նրանց առաջում էր մեծ Տիգրանը։ Օֆելիան զգաց, թե ինչպես է նրա սիրտը դադարում բաբախել մի վայրկյանով։ Նա կանգնած էր բեմի վրա միկրոֆոնը ձեռքին եւ չգիտեր, թե ինչ անել։ Փախչել, շարունակել երգել, անտեսել նրան։ Բայց մեծ Տիգրանը որոշեց նրա փոխարեն։ Նա նստեց ամենամոտ սեղանի մոտ, պատվիրեց շամպայն եւ սկսեց խոսել իր ընկերների հետ, բարձրաձայն, ծիծաղելով, անտեսելով Օֆելիային, կարծես նա չէր գոյություն։ Դա էր ամենաանարգալից բանը, որ նա կարող էր անել։ Ոչ թե սպառնալիք, ոչ թե վիրավորանք, այլ անտեսում։ Ցույց տալ, որ Օֆելիա Համբարձումյանը այլևս ոչինչ չէր նշանակում։ Օֆելիան ավարտեց երգը եւ իջավ բեմից։ Նա անցավ այն սեղանի կողքով, որտեղ նստած էր մեծ Տիգրանը, եւ մի վայրկյան նրանց հայացքները հանդիպեցին։ Այդ հայացքում Օֆելիան տեսավ ինչ-որ բան, ինչ նրան սարսափեցրեց ավելի, քան ցանկացած սպառնալիք։ Նա տեսավ հաճույքը։ Այդ մարդը վայելում էր նրա տառապանքը։ Նա վայելում էր, որ Օֆելիան, ժողովրդական արտիստուհին, հիմա երգում էր հարսանիքներում փոքր փողերի համար։ Դա էր նրա վրեժխնդրությունը, ոչ թե ավերել նրան մեկ հարվածով, այլ դանդաղ, օր առ օր ցույց տալ, որ նա ոչինչ է։ Օֆելիան զգաց, թե ինչպես է նրա ներսում ինչ-որ բան կոտրվում, բայց նա չթույլ տվեց, որ դա երևա նրա դեմքին։ Նա ժպտաց, այն ժպիտով, որը սովորել էր տարիների ընթացքում, եւ դուրս եկավ ռեստորանից գլուխը բարձր։ Բայց դրսում, փողոցում, երբ սառը աշնանային քամին հարվածեց նրա դեմքին, Օֆելիան թույլ տվեց, որ արցունքները վազեն։ Նա կանգնեց փողոցի անկյունում եւ լաց եղավ, առաջին անգամ տարիներ շարունակ։ Լաց եղավ ոչ թե իր համար, այլ այն աշխարհի համար, որը կորել էր։ Այն աշխարհի, որտեղ արվեստը նշանակում էր ինչ-որ բան, որտեղ արժանապատվությունը նշանակում էր ինչ-որ բան, որտեղ մարդը չէր կարող գնել ամեն ինչ իր փողերով, բայց այդ աշխարհը մեռել էր։ Եվ Օֆելիան չգիտեր, թե ինչպես ապրել այս նորում։ Նա չգիտեր, թե ինչպես շարունակել երգել, երբ նրա ձայնը այլևս ոչ ոքի հետաքրքիր չէր։ Նա չգիտեր, թե ինչպես պահպանել իր արժանապատվությունը, երբ ամբողջ աշխարհը ասում էր, որ արժանապատվությունը չի կարևորվում։ Բայց նա պետք է գտներ ուժը, քանի որ շուտով կգար այն գիշերը, որը կփոխեր ամեն ինչ։ Այն գիշերը, երբ Օֆելիա Համբարձումյանը կանի ինչ-որ բան, որը կդարձնի նրան լեգենդ։ Բայց ինչ գնով։ 1992 թվականի գարնանը Երևանում սկսեցին խոսել մի հարսանիքի մասին, որը պետք է դառնար տարվա իրադարձությունը։ Մեծ Տիգրանի եղբորորդին էր ամուսնանում, եւ հարսանիքը պետք է լիներ այնպիսի շքեղությամբ, որը Երևանը երբեք չէր տեսել։ Հրավիրված էին բոլոր ճիշտ մարդիկը, քաղաքապետից մինչև հայտնի բիզնեսմենները։ Եվ իհարկե, պետք էր լինել ժամանցի ծրագիր, երաժշտություն, պարեր, երգեր։ Մեծ Տիգրանը ուզում էր ամենալավ երգիչներին։ Եվ ինչ-որ մեկը, ով չէր հասկանում իրավիճակը, առաջարկեց Օֆելիա Համբարձումյանի անունը։ Երբ Մեծ Տիգրանը լսեց այդ անունը, նա սկզբում լռեց։ Հետո սկսեց ծիծաղել, այնպիսի ծիծաղով, որը ստիպեց բոլորին անհանգստանալ։ Օֆելիա Համբարձումյան, ասաց նա։ Այո, հրավիրեք նրան։ Եկեք տեսնենք, թե արդյոք նրա հպարտությունը կարող է կերակրել նրան։ Հրավերը եկավ հեռախոսով։ Անծանոթ ձայն, պաշտոնական, սառը։ Տիկին Համբարձումյան, ձեզ հրավիրում են երգել հարսանիքի վրա։ Վարձատրությունը կլինի $3000։ Օֆելիան լռեց։ $3000 էր ավելի շատ, քան նա վաստակել էր վերջին 6 ամիսների ընթացքում։ Դա էր փող, որը կարող էր լուծել նրա բոլոր խնդիրները, վճարել վարձը, գնել դեղեր նրա մոր համար, օգնել դուստրերին։ Բայց հետո ձայնը ավելացրեց։ Հարսանիքը կլինի Տիգրան Ավագյանի տանը։ Օֆելիան զգաց, թե ինչպես է նրա ստամոքսը սեղմվում։ Մեծ Տիգրանը։ Դա էր նրա հարսանիքը, դա էր նրա վերջնական հաղթանակը։ Ստիպել Օֆելիա Համբարձումյանին երգել իր հարսանիքի վրա, ցույց տալ բոլորին, որ նույնիսկ ժողովրդական արտիստուհին կարող է գնվել, եթե գինը բավականաչափ բարձր է։ Օֆելիան ասաց. Ես կմտածեմ, եւ փակեց հեռախոսը։ Նա նստեց իր խոհանոցում գլուխը ձեռքերի մեջ եւ փորձեց մտածել։ $3000։ Դա էր փրկություն, բայց ինչ գնով։ Եթե նա ընդուներ այդ հրավերը, նա կկորցներ այն միակ բանը, որ դեռ ուներ՝ իր արժանապատվությունը։ Նա կդառնար այն, ինչ Մեծ Տիգրանը ուզում էր, որ նա լիներ՝ գնված կին, ով երգում է փողերի համար, անկախ նրանից, թե ում համար։
Բայց եթե նա մերժեր, ինչպես նա կկարողանար ապրել։ Ինչպես նա կկարողանար կերակրել իր ընտանիքը։ Նրա դուստրերը մտան խոհանոց եւ տեսան նրան այդպես նստած։ «Մայրիկ, ամեն ինչ կարգին է», հարցրեց Լուսինեն։ Օֆելիան նայեց իր դուստրերին, այդ երկու երիտասարդ կանանց, ովքեր նայում էին նրան այնպիսի հավատքով, եւ հասկացավ, որ նա չի կարող թույլ տալ, որ նրանք տեսնեն, թե ինչպես է նրանց մայրը կոտրվում։ Նա չի կարող ցույց տալ նրանց, որ արժանապատվությունը կարող է վաճառվել։ Նա պետք է լիներ ուժեղ, նույնիսկ եթե դա նշանակում էր տառապել։ Հաջորդ օրը Օֆելիան զանգահարեց հետ, նույն անծանոթ ձայնը պատասխանեց։ «Ես ընդունում եմ հրավերը», ասաց Օֆելիան, բայց մի պայմանով։ Ես կերքեմ միայն այն երգերը, որոնք ես ընտրեմ։ Եվ ես չեմ երգի սեղանների շուրջը։ Ես կերքեմ բեմից, եթե կա բեմ, կամ հատուկ տեղից։ Ես եմ արտիստուհին, ոչ թե ժամանցի աղջիկը։ Լռություն։ Հետո ձայնը ասաց. «Ես կհարցնեմ եւ կկապվեմ ձեզ հետ»։ Օֆելիան սպասեց 3 ժամ։ Երբ հեռախոսը զնգաց, ձայնը ասաց. «Լավ, ձեր պայմանները ընդունված են, բայց հիշեք, եթե դուք փորձեք ինչ-որ խաղ խաղալ, դուք չեք ստանա ոչ մի դրամ»։ Օֆելիան ժպտաց դառն ժպիտով։ «Ես չեմ խաղում խաղեր», ասաց նա։ «Ես պարզապես երգում եմ»։ Բայց ներսում Օֆելիան գիտեր, որ նա ստում էր, քանի որ նա արդեն պլանավորում էր ինչ-որ բան, որը կցնցեր այդ հարսանիքը, ինչ-որ բան, որը կկատարվեր այնպես, որ մեծ Տիգրանը երբեք չմոռանար այն գիշերը։ Նա չգիտեր դեռ թե ինչ կանի ճիշտ, բայց նա գիտեր մի բան. այդ գիշերը կլիներ նրա վերջին հնարավորությունը ցույց տալ, որ Օֆելիա Համբարձումյանը չի կարող կնվել, որ կան բաներ, որոնք ավելի կարևոր են, քան փողը, որ արժանապատվությունը դեռ նշանակում է ինչ-որ բան, նույնիսկ եթե ամբողջ աշխարհը ասում էր հակառակը։ Բայց արդյոք նա կկարողանար դա անել։ Արդյոք նա կկարողանար կանգնել այդ մարդու դեմ, նրա սեփական տանը, նրա սեփական հարսանիքի վրա եւ ասել ոչ։ Դա էր հարցը, որը տանջում էր նրան ամեն գիշեր, մինչև այն գիշերը, երբ ամեն ինչ փոխվեց։ Հարսանիքից 3 օր առաջ Օֆելիայի տուն եկավ մի կին, ում նա երբեք չէր տեսել։ Նա թակեց դուռը երեկոյան ժամը 9, երբ արդեն մութ էր, եւ Օֆելիան վախեցավ բացել, բայց ձայնը դռան հետևից ասաց. «Տիկին Համբարձումյան, ես եկել եմ ձեզ օգնելու»։ Օֆելիան բացեց դուռը եւ տեսավ մի կին, մոտավորապես 50 տարեկան, հագնված պարզ սև զգեստով, առանց զարդերի, առանց դիմահարդարման։ Նրա աչքերում էր ինչ-որ բան, որը Օֆելիային ստիպեց վստահել նրան անմիջապես։ «Ո՞վ եք դուք», հարցրեց Օֆելիան։ Կինը մտավ ներս առանց հրավերի, նստեց սեղանի մոտ եւ ասաց. «Իմ անունը Մարինե է։ Ես 15 տարի աշխատել եմ Տիգրան Ավագյանի տանը որպես տնտեսուհի։ Ես տեսել եմ այն, ինչ ոչ ոք չպետք է տեսներ, եւ ես գիտեմ, թե ինչու է նա հրավիրել ձեզ այդ հարսանիքին»։ Օֆելիան նստեց նրա դիմաց, սիրտը բաբախելով։ «Ինչու՞, հարցրեց նա։ Մարինեն նայեց նրան երկար, ուսումնասիրող հայացքով եւ հետո ասաց. «Քանի որ նա ուզում է ձեզ կոտրել»։ Հրապարակավ։ Նա պատրաստել է ինչ-որ բան այդ գիշերվա համար, ինչ-որ բան, որը կկործանի ձեզ։ Օֆելիան զգաց, թե ինչպես է սառը ալիքը անցնում իր մարմնով։ «Ինչ է նա պատրաստել», հարցրեց նա։ Մարինեն հանեց իր պայուսակից մի ծրար թղթեր եւ դրեց սեղանի վրա։ «Սրանք պատճենն են փաստաթղթերի, որոնք ես գողացել եմ նրա գրասենյակից։ Նա պատրաստել է պայմանագիր։ Այդ գիշերը, երբ դուք ավարտեք երգելը, նա կկանչի ձեզ իր սեղանի մոտ։ Նա կասի, որ ուզում է պարգևատրել ձեզ։ Եվ հետո նա կհանի այդ պայմանագիրը եւ կասի, որ դուք արդեն ստորագրել եք այն։ Պայմանագիր, որտեղ գրված է, որ դուք համաձայնել եք երգել նրա բոլոր միջոցառումներում հաջորդ 3 տարիների ընթացքում, նրա որոշած գնով։ Իհարկե դուք երբեք չեք ստորագրել այդ պայմանագիրը, բայց ստորագրությունը կլինի այնտեղ։ Կեղծ, բայց շատ լավ կատարված։ Եվ երբ դուք կմերժեք, երբ դուք կասեք, որ դա սուտ է, նա կցույց տա այն բոլորին։ Բոլոր այդ հարուստներին, քաղաքական գործիչներին, ովքեր կլինեն այնտեղ։ Եվ նա կասի, որ դուք խաբեբա եք, որ դուք վերցրել եք փողերը, բայց հիմա փորձում եք խուսափել ձեր պարտավորություններից։ Նա կավերի ձեր անունը։ Ոչ թե արգելելով ձեզ աշխատել, այլ դարձնելով ձեզ խաբեբա բոլորի աչքում։ Օֆելիան նայեց այդ թղթերին ձեռքերը դողալով։ Նա տեսավ իր անունը, տեսավ կեղծ ստորագրությունը, որը իսկապես նման էր իր սեփականին։ Նա զգաց, թե ինչպես է զայրույթը փոխարինվում սարսափով։ «Ինչու եք դուք ինձ ասում սա», հարցրեց նա Մարինեին։ «Ինչու եք դուք դավաճանում ձեր գործատուին»։ Մարինեն ժպտաց դառն ժպիտով։ «Քանի որ ես տեսել եմ, թե ինչ է նա անում կանանց հետ։ 15 տարի ես լվացել եմ արյունոտ սպիտակեղեն, լսել եմ լացը պատերի հետևից, տեսել եմ երիտասարդ աղջիկների, ովքեր մտնում էին նրա տուն ժպտալով եւ դուրս էին գալիս կոտրված։
Ես լռել եմ, քանի որ վախենում էի, քանի որ ունեի երեխաներ, որոնց պետք էր կերակրել։ Բայց երբ լսեցի, որ նա պլանավորում է սա անել ձեզ հետ, Օֆելիա Համբարձումյանի հետ, կնոջ, որի երգերը ես լսել եմ իմ ամբողջ կյանքում, ես չկարողացա լռել։ Դուք պետք է իմանաք, թե ինչի մեջ եք մտնում։ Օֆելիան զգա, թե ինչպես են արցունքները լցվում իր աչքերում։ Ոչ թե վախից, այլ երախտագիտությունից։ Այս անծանոթ կինը, ով ոչինչ չուներ, վտանգում էր ամեն ինչ նրան զգուշացնելու համար։ Ինչ պետք է անեմ, հարցրեց Օֆելիան։ Մարինեն նայեց նրան եւ ասաց. Մի գնացեք, պարզապես մի գնացեք այդ հարսանիքին, $3000 չարժե ձեր անունը։ Օֆելիան լռեց երկար։ Նա մտածեց իր դուստրերի մասին, իր մոր մասին, որը հիվանդ էր եւ պետք էին թանկ դեղեր։ Նա մտածեց վարձի մասին, որը չէր վճարել 2 ամիս։ Նա մտածեց այն մասին, որ եթե նա չգնար, մեծ Տիգրանը կհաղթեր։ Նա կկարողանար ասել բոլորին, որ Օֆելիա Համբարձումյանը վախեցավ, որ նա ցախավ, որ նրա հպարտությունը պարզապես դիմակ էր, եւ Օֆելիան չէր կարող թույլ տալ դա։ Նա նայեց Մարինեին եւ ասաց. Ես կգնամ, բայց ես կգնամ պատրաստված։ Ասա ինձ ամեն ինչ, ինչ դու գիտես այդ տան մասին, ամեն մանրամասն, քանի որ եթե նա ուզում է խաղ խաղալ, ես կկարողանամ խաղալ ավելի լավ։ Եվ այդ գիշերը, մինչև լուսաբացը, Մարինեն պատմեց Օֆելիային ամեն ինչ։ Պատմեց այն մասին, թե որտեղ է մեծ Տիգրանը պահում իր գաղտնի փաստաթղթերը, թե ով են իրական տերերը այդ տան, թե ինչ գործակներ են կատարվում այնտեղ գիշերները։ Եվ Օֆելիան լսում էր, հիշում էր, պլանավորում էր։ Արդյոք այս տեղեկությունները բավական էին նրան փրկելու համար, թե նա պարզապես մտնում էր ավելի խորը դեպի գայթակղությունը։ Հարսանիքի օրը Օֆելիան արթնացավ վաղ առավոտյան ստամոքսը հանգույցով։ Նա նայեց հայելուն եւ տեսավ մի կին, ով 10 տարով ավելի ծեր էր երևում, քան իր իրական տարիքը։ Արցունքների հետքերը դեռ երևում էին նրա աչքերի տակ, թեև նա փորձել էր թաքցնել դրանք դիմահարդարմամբ։ Նրա ձեռքերը դողում էին, երբ նա փորձում էր հագնել իր լավագույն զգեստը, մուգ կապույտ թավշյա զգեստ, որը նա հագել էր իր վերջին համերգում օպերայի եւ բալետի թատրոնում։ Դա էր 3 տարիայի եւ բալետի թատրոնում։ Դա էր 3 տարի առաջ։ 3 տարի, որոնք մինչև այսօր կպահանջեն իր հեռանալը։ Ես հայտնի եմ նրա համար, որովհետև նրա համար պատմելու եմ ինչպես էի հեռու տարի առաջ, մի քիչ առաջ, մի քիչ առաջ, մի քիչ առաջ, եւ ինչպես է եղել կյանքը հետո։ Այլ կերպ, առաջին դառնոց պահը հենց այդ է եղել իմ համար։ Սա է 2 հարցի պատանեկությունն է։ Ամենամեծ դադարը մի դադար է։ Հիմա ենթադրենք, որ եկել եմ հեռու այնքան դադարից, որ հայտնվել եմ այնտեղ, որտեղ պատանեցքների միավոր չկա։ Հիմա ենթադրենք, որ եկել եմ հեռու հենց այնքան հեռու դադարից, որ միայն հայտնվել եմ այնտեղ, որտեղ միայն մի տղամարդի առաջ։ 3 տարի, որոնք թվում էին 30։ Նրա դուստրերը եկան նրան տեսնելու, նախքան նա հեռանալը։ Անին, ավագը, գրկեց նրան եւ շշուկով ասաց. Մայրիկ, եթե դու զգում ես, որ ինչ-որ բան սխալ է, պարզապես հեռացիր։ Մենք կկարողանանք գտնել այլ ճանապարհ։ Օֆելիան նայեց իր դստեր աչքերին եւ տեսավ այնտեղ վախը։ Վախը, որ նրա մայրը կարող է չվերադառնալ։ Եվ այդ վախը տվեց Օֆելիային ուժ։ Նա պետք է վերադառնար։ Նա պետք է ապացուցեր իր դուստրերին, որ արժանապատվությունը չի մահանում, նույնիսկ երբ ամբողջ աշխարհը փորձում է սպանել այն։ Տաքսին, որը եկավ նրան տանելու էր, նոր Մերսեդես, սև, փայլուն, այնպիսին, որը Օֆելիան երբեք չէր նստել։ Վարորդը բացեց դուռը առանց նայելու նրան, առանց ժպտալու։ Կարծես նա էր պարզապես ապրանք, որը պետք է առաքել։ Նրանք քշեցին դեպի Նոր Քմարաշ, այն թաղամասը, որտեղ նորահարուստները կառուցել էին իրենց ամրոցները։ Առանձնատները այնտեղ էին հսկայական, շրջապատված բարձր պատերով, պահպանվող զինված մարդկանց կողմից։ Երբ նրանք մոտեցան մեծ Տիգրանի տանը, Օֆելիան տեսավ, որ դա չէր պարզապես տուն, դա էր պալատ։ 3 հարկանիշ շենք, մարմարե սյուներով, ոսկե դռներով, այգիով, որտեղ կար նույնիսկ շատրվան։ Մուտքի մոտ կանգնած էին 6 պահակներ, սև կոստյումներով, ականջակալներով, ինչպես ամերիկյան ֆիլմերում։ Նրանցից մեկը մոտեցավ տաքսուն, ստուգեց Օֆելիայի անունը ցուցակում եւ ասաց. Արտիստուհին պետք է մտնի հետևի մուտքից։ Հետևի մուտքը։ Ոչ թե հյուրերի համար, այլ սպասարկողների համար։ Օֆելիան կծեց իր շրթունքները ոչինչ չասելու համար։ Դեռ շուտ էր։ Հետևի մուտքը տանում էր խոհանոց, որտեղ 20 մարդ աշխատում էր, պատրաստելով ուտելիքներ։ Հոտը էր անհավատալի, խորոված միս, թարմ հաց, թանկարժեք համեմունքներ։ Օֆելիան տեսավ սեղաններ, լի շամպայնի շշերով, տորթեր, որոնք բարձր էին 3 հարկանի շենքի չափ։ Ամեն ինչ էր ավելորդ, ամեն ինչ էր շքեղ, ամեն ինչ էր ցույց տալու համար։
Մի կին, հավանաբար հարսանիքի կազմակերպիչը, մոտեցավ Օֆելիային եւ ասաց. «Դուք կերքեք ժամը 12-ին։ Մինչ այդ կարող եք սպասել այստեղ»։ Նա ցույց տվեց մի փոքրիկ սենյակ, հավանաբար պահեստ, որտեղ կային դատարկ տուփեր եւ հին աթոռներ։ Օֆելիան նայեց այդ սենյակին եւ զգաց, թե ինչպես է զայրույթը սկսում եռալ իր ներսում։ Սա էր նրանց հարգանքը։ Սա էր նրանց վերաբերմունքը ժողովրդական արտիստուհու նկատմամբ։ Բայց նա ժպտաց եւ ասաց. «Շնորհակալություն» եւ մտավ այդ սենյակը։ Նա նստեց հին աթոռի վրա եւ սկսեց սպասել։ Սպասել այն պահին, երբ նա կկարողանար ցույց տալ այս մարդկանց, թե ով է իրականում Օֆելիա Համբարձումյանը։ Ժամը 12-ին դուռը բացվեց եւ նույն կինը ասաց. «Ժամանակն է»։ Օֆելիան կանգնեց, ուղեց իր զգեստը եւ հետևեց նրան։ Նրանք անցան երկար միջանցքներով, որոնք զարդարված էին թանկարժեք նկարներով եւ հնաոճ զենքերով։ Վերջապես նրանք հասան մի հսկայական դահլիճի, որտեղ հարսանիքը արդեն լիովին ընթացքի մեջ էր։ 200 մարդ, բոլորը հագնված թանկարժեք հագուստներով, զարդարված ոսկով եւ ադամանդներով, նստած էին սեղանների շուրջը, որոնք ծածկված էին սպիտակ սփռոցներով եւ լի էին ուտելիքներով։ Կենտրոնում էր Հարսն ու Փեսան, երիտասարդ զույգ, ովքեր թվում էին կորած այս շքեղության մեջ։ Եվ ամենամեծ սեղանի մոտ, ճիշտ կենտրոնում, նստած էր մեծ Տիգրանը։ Նա տեսավ Օֆելիային եւ ժպտաց, այն ժպիտով, որը Օֆելիան արդեն ճանաչում էր։ Ժպիտը, որ սորթի, ով տեսնում է իր որսը թակարդում։ Արդյոք Օֆելիան կարող էր փախչել այս թակարդից, թե նա արդեն ուշ էր։ Օֆելիային տարան դեպի փոքրիկ բեմ, որը կառուցված էր դահլիճի անկյունում։ Այնտեղ կար միկրոֆոն եւ 2 բարձրախոս, ոչինչ ավելին։ Օֆելիան բարձրացավ բեմ եւ վերցրեց միկրոֆոնը։ Դահլիճը դանդաղ լռեց։ Մարդիկ շրջվեցին նայելու։ Ոմանք ճանաչեցին նրան եւ սկսեցին շշուկել։ «Օֆելիա Համբարձումյանը, ի՞նչ է նա անում այստեղ։ Մտածում էի, որ նա այլևս չի երգում»։ Օֆելիան լսեց այդ շշուկները եւ զգաց, թե ինչպես է ինչ-որ բան կոտրվում իր ներսում։ Բայց նա չթույլ տվեց, որ դա երևա նրա դեմքին։ Նա ժպտաց, այն ժպիտով, որը սովորել էր տասնյակ տարիների ընթացքում, եւ ասաց. «Բարի երեկո։ Ես Օֆելիա Համբարձումյան եմ, եւ այսօր ես կերքեմ ձեզ համար»։ Նրա ձայնը հնչեց դահլիճում պարզ, ուժեղ, առանց դողի։ Եվ հետո նա սկսեց երգել։ Նա ընտրեց երգ, որը բոլորը ճանաչում էին, հին հայկական սիրո երգ, որը խոսում էր կորցրած սիրո եւ հավերժական սպասման մասին։ Նրա ձայնը լցվեց դահլիճը, այնպես ինչպես լցնում էր օպերայի եւ բալետի թատրոնը տարիներ առաջ։ Եվ մի պահ բոլորը լռեցին։ Նույնիսկ մեծ Տիգրանը դադարեցրեց խոսելը եւ լսեց։ Բայց երբ երգը ավարտվեց, ծափահարությունները եղան թույլ, կարճ, ձևական։ Մարդիկ արագ վերադարձան իրենց խոսակցություններին, իրենց ուտելիքներին, իրենց գործարքներին։ Օֆելիայի երգը եղավ պարզապես ֆոն, ինչպես ռադիոն, որը մարդիկ անտեսում են։ Եվ Օֆելիան զգաց, թե ինչպես է այդ անտեսումը ավելի ցավոտ, քան ցանկացած վիրավորանք։ Նա երգեց դեռ 2 երգ, բայց արդյունքը նույնն էր։ Մարդիկ չէին հետաքրքրվում։ Նրանց համար Օֆելիա Համբարձումյանը եղավ պարզապես վարձու երգչուհի, ով եկել էր ժամանցի ծրագիր ապահովելու, ոչինչ ավելին։ Երբ նա ավարտեց իր 3-րդ երգը, կազմակերպիչ կինը մոտեցավ բեմին եւ ասաց. «Շնորհակալություն, դուք կարող եք հիմա հանգստանալ, ձեր փողերը կստանաք վերջում»։ Օֆելիան իջավ բեմից եւ սկսեց քայլել դեպի ելքը, բայց հետո նա լսեց ձայնը, որը սառեցրեց նրա արյունը։ «Տիկին Համբարձումյան, մի հեռացեք դեռ, ես ուզում եմ խոսել ձեզ հետ»։ Դա էր մեծ Տիգրանի ձայնը, եւ Օֆելիան հասկացավ, որ իրական խաղը հենց հիմա էր սկսվելու։ Արդյոք նա պատրաստ էր դիմակայել նրան։ Արդյոք Մարինեի տեղեկությունները բավական էին նրան փրկելու համար, թե նա պարզապես քայլում էր դեպի իր սեփական ավերումը։ Մեծ Տիգրանը կանգնեց իր սեղանից եւ մոտեցավ Օֆելիային, ձեռքին բաժակ կոնյակ։ Նրա շուրջը անմիջապես հավաքվեցին նրա մարդիկ, 6 տղամարդ սև կոստյումներով, ովքեր ստեղծեցին մի տեսակ պատ Օֆելիայի եւ մնացած հյուրերի միջև։ Ոչ ոք չէր կարող լսել, թե ինչ էր խոսվելու։ Դա էր հենց այն, ինչ մեծ Տիգրանը ուզում էր։ Նա կանգնեց Օֆելիայի դիմաց, այնքան մոտ, որ նա կարող էր հոտոտել նրա կոնյակի հոտը, նրա թանկարժեք օծանելիքի հոտը, որը չէր կարող թաքցնել ինչ-որ այլ հոտ, քրտինքի, ծխախոտի, իշխանության հոտը։ «Օֆելիա ջան», ասաց նա ձայնը կեղծ քաղցր, «դուք երգեցիք շատ գեղեցիկ։ Ես միշտ գիտեի, որ դուք հրաշալի արտիստուհի եք, բայց գիտեք, ինչն է ինձ ամենաշատ դուր եկել ձեր կատարումից»։ Նա դադար տվեց սպասելով պատասխանի, բայց Օֆելիան լռեց։ Նա պարզապես նայում էր նրան, ուղիղ աչքերին, առանց վախի, առանց ատելության, պարզապես սպասելով։ «Ինձ դուր եկավ, որ դուք վերջապես հասկացաք ձեր տեղը», շարունակեց մեծ Տիգրանը։ «Դուք եկաք այստեղ, երգեցիք, երբ ես ասացի, դադարեցիք, երբ ես ասացի։ Դուք վարվեցիք ինչպես լավ աշխատող։
եւ լավ աշխատողները պետք է պարգևատրվեն։ Նա հանեց իր ներքին գրպանից մի ծրար, հաստ սպիտակ ծրար, որը հստակ լի էր փողով։ Այստեղ է ձեր $3000, ասաց նա։ Հաշավեք, եթե ուզում եք։ Ամեն ինչ այնտեղ է։ Օֆելիան նայեց այդ ծրարին եւ զգաց, թե ինչպես է նրա ստամոքսը սեղմվում։ $3000, փրկություն, լուծում նրա բոլոր խնդիրների։ Բայց ինչու էր նա զգում, որ ինչ-որ բան սխալ է։ Ինչու էր մեծ Տիգրանը ժպտում այնպես, կարծես նա արդեն հաղթել է։ Օֆելիան չվերցրեց ծրարը։ Նա պարզապես շարունակեց նայել մեծ Տիգրանի աչքերին եւ ասաց. «Շնորհակալություն, բայց ես կնախընտրեի ստանալ վճարումը բանկային փոխանցմամբ, ավելի ապահով է»։ Մեծ Տիգրանի ժպիտը մի պահ սառեց։ Հետո նա ծիծաղեց, բարձր, կեղծ ծիծաղով։ «Ապահով», ասաց նա։ «Դուք չեք վստահում ինձ, Օֆելիա ջան, դա վիրավորանք է»։ Նա դարձավ դեպի իր մարդիկը եւ ասաց բարձրաձայն, որպեսզի նրանք բոլորը լսեն. «Լսեցիք։ Տիկին Համբարձումյանը չի վստահում մեզ։ Նա կարծում է, որ մենք կարող ենք խաբել նրան»։ Տղամարդիկը ծիծաղեցին, այն ծիծաղով, որը պատվիրված է, ոչ թե իսկական։ Օֆելիան զգաց, թե ինչպես է իրավիճակը դառնում վտանգավոր։ Նա գիտեր, որ պետք է զգույշ լինել, բայց միևնույն ժամանակ նա չէր կարող ընդունել այդ ծրարը։ Քանի որ Մարինեն նրան զգուշացրել էր, այդ ծրարում ոչ թե միայն փող կար, այնտեղ կար նաև ինչ-որ բան այլ, փաստաթուղթ, պայմանագիր, որը Օֆելիան ստորագրելու էր, երբ կվերցներ փողերը։ Դա էր թակարդը։ Եվ Օֆելիան չէր պատրաստվում ընկնել այն մեջ։ «Ես վստահում եմ ձեզ», ասաց Օֆելիան հանգիստ, «բայց ես նաև գիտեմ, որ բիզնեսում ամեն ինչ պետք է լինի պաշտոնական։ Դուք ինքներդ եք բիզնեսմեն, դուք պետք է հասկանաք սա»։ Մեծ Տիգրանի դեմքը փոխվեց։ Ժպիտը անհետացավ եւ փոխարինվեց ինչ-որ սառն, կոշտ արտահայտությամբ։ «Լավ», ասաց նա։ «Եթե դուք ուզում եք խաղալ այդպես, եկեք խաղանք»։ Նա ձեռքով նշանալեց, եւ նրա մարտիկներից մեկը բերեց փոքրիկ սեղան եւ 2 աթոռ։ «Նստեցեք», ասաց մեծ Տիգրանը։ «Եկեք կարգավորենք այս հարցը պաշտոնապես»։ Օֆելիան նստեց, թեև յուրաքանչյուր ինստինկտ նրան ասում էր փախչել։ Մեծ Տիգրանը նստեց նրա դիմաց եւ հանեց մի թերթ թուղթ։ «Սա է պարզ ստացական», ասաց նա։ «Դուք ստորագրում եք, որ ստացել եք $3000 իմ հարսանիքում երգելու համար։ Պարզ եւ հասկանալի»։ Օֆելիան վերցրեց թուղթը եւ սկսեց կարդալ։ Առաջին պարբերությունը իսկապես խոսում էր վճարման մասին, բայց երկրորդ պարբերությունը, որը գրված էր փոքր տառերով, ասում էր ինչ-որ այլ բան։ Ասում էր, որ Օֆելիա Համբարձումյանը համաձայնում է երգել Տիգրան Ավագյանի բոլոր միջոցառումներում հաջորդ 3 տարիների ընթացքում, նրա որոշած գնով եւ պայմաններով։ Դա էր թակարդը։ Դա էր այն, ինչի մասին Մարինեն զգուշացրել էր։ Օֆելիան դանդաղ դրեց թուղթը սեղանի վրա եւ նայեց մեծ Տիգրանի աչքերին։ «Սա չէ պարզ ստացական», ասաց նա։ «Սա է պայմանագիր, որը փորձում է ստրկացնել ինձ 3 տարվա համար»։ Լռություն։ Ամբողջ խումբը, որը կանգնած էր նրանց շուրջը, սառեց։ Մեծ Տիգրանը նայեց Օֆելիային երկար, ուսումնասիրող հայացքով։ Հետո նա ժպտաց, այն ժպիտով, որը Օֆելիան արդեն սովորել էր վախենալ։ «Դուք շատ խելացի կին եք, Օֆելիա ջան», ասաց նա։ «Ավելի խելացի, քան ես մտածում էի։ Լավ, եկեք խոսենք ազնվորեն»։ Նա հենվեց աթոռին եւ վերցրեց իր կոնյակի բաժակը։ «Դուք գիտեք, թե ինչու եմ ես ձեզ այստեղ բերել», հարցրեց նա։ «Ոչ թե որովհետև ես ուզում էի լսել ձեր երգերը, ես կարող էի վարձել ցանկացած երգչուհի։ Ես ձեզ բերեցի, որովհետև ուզում էի ցույց տալ ձեզ մի բան։ Ուզում էի ցույց տալ, որ այս աշխարհում ամեն ինչ ունի գին, ամեն ինչ, նույնիսկ ձեր հպարտությունը»։ Օֆելիան զգաց, թե ինչպես է զայրույթը սկսում եռալ իր ներսում, բայց նա ստիպեց իրեն մնալ հանգիստ։ «Իմ հպարտությունը չի վաճառվում», ասաց նա։ Մեծ Տիգրանը ծիծաղեց։ «Ամեն ինչ վաճառվում է, Օֆելիա ջան, հարցը միայն գնի մեջ է։ $3000 չէր բավական։ Լավ, ես կարող եմ առաջարկել 5000, 10000։ Որքան է ձեր հպարտության գինը»։ Օֆելիան կանգնեց իր տեղից, այնքան արագ, որ աթոռը գրեթե շրջվեց։ Նրա աչքերը այրվում էին, նրա ձեռքերը ծալված էին բռունցքների, եւ նրա ձայնը, երբ նա խոսեց, էր այնպիսի ուժով, որ ամբողջ խումբը ետ կանգնեց մի քայլ։ «Դուք կարծում եք, որ փողը ամեն ինչ է», ասաց նա։ «Դուք կարծում եք, որ կարող եք գնել մարդկանց, ինչպես գնում եք մեքենաներ կամ տներ, բայց դուք սխալվում եք։ Կան բաներ, որոնք չեն վաճառվում, կան բաներ, որոնք դուք երբեք չեք կարող ունենալ, անկախ նրանից, թե որքան փող ունեք։ Եվ իմ հպարտությունը դրանցից մեկն է»։ Նա շրջվեց հեռանալու, բայց մեծ Տիգրանը կանգնեց եւ բռնեց նրա ձեռքը։ Նրա բռունցքը էր ուժեղ, ցավոտ, եւ Օֆելիան զգաց, թե ինչպես է վախը սկսում տարածվել իր մարմնով։
Դուք չեք հեռանա այստեղից, մինչև մենք չավարտենք մեր խոսակցությունը, ասաց մեծ Տիգրանը, ձայնը այժմ սառը, սպառնալից։ Օֆելիան նայեց նրա ձեռքին, որը բռնում էր իրենը, հետո նայեց նրա աչքերին եւ ասաց այնքան հանգիստ, որ դա ավելի սարսափելի էր, քան ցանկացած աղաղակ. «Եթե դուք չթողնեք իմ ձեռքը հենց հիմա, ես կբարձրաձայնեմ»։ Եվ ամբողջ այս դահլիճը կլսի, թե ինչպես է մեծ Տիգրանը բռնությամբ պահում մի կնոջ իր հարսանիքի վրա։ Դուք կուզեք, որ ձեր հյուրերը տեսնեն սա։ Մի վայրկյան մեծ Տիգրանի աչքերում Օֆելիան տեսավ ինչ-որ բան վտանգավոր, զայրույթ, որը կարող էր պայթել ցանկացած պահի։ Բայց հետո նա թողեց նրա ձեռքը եւ ետ կանգնեց։ «Գնացեք», ասաց նա։ «Գնացեք, Օֆելիա ջան, բայց հիշեք այս գիշերը, քանի որ դուք հենց նոր կատարեցիք ամենամեծ սխալը ձեր կյանքում»։ Արդյոք Օֆելիան իսկապես կատարել էր սխալ, թե նա հենց նոր փրկել էր իր հոգին։ Օֆելիան դուրս եկավ այդ տնից, առանց իր փողերի, առանց ոչինչ, բայց գլուխը բարձր։ Նա քայլեց փողոցով, սառը գիշերային օդում եւ զգաց, թե ինչպես է արցունքները սկսում վազել իր դեմքով։ Բայց դրանք չէին ցավի արցունքներ, դրանք էին ազատության արցունքներ։ Քանի որ առաջին անգամ տարիներ շարունակ Օֆելիա Համբարձումյանը զգաց, որ նա ազատ է։ Ազատ այն մարդկանցից, ովքեր կարծում էին, որ կարող են գնել նրան։ Ազատ այն համակարգից, որը փորձում էր վերածել նրան ապրանքի։ Ազատ իր սեփական վախերից։ Նա չգիտեր, թե ինչպես էր լուծելու իր ֆինանսական խնդիրները, նա չգիտեր, թե ինչպես էր կերակրելու իր ընտանիքը, բայց նա գիտեր մի բան. նա դեռ ուներ իր արժանապատվությունը, եւ դա էր ավելի արժեքավոր, քան ցանկացած փող։ Երբ նա հասավ տուն, նրա դուստրերը սպասում էին նրան անհանգստությամբ։ Նրանք տեսան նրա արցունքները եւ վախեցան։ «Մայրիկ, ինչ եղավ?» հարցրեց Անին։ Օֆելիան գրկեց իր դուստրերին եւ ասաց. «Ամեն ինչ կարգին է, ավելի քան կարգին։ Ես հենց նոր սովորեցի ամենակարևոր դասը իմ կյանքում։ Սովորեցի, որ կան բաներ, որոնք ավելի կարևոր են, քան փողը։ Եվ դուք իմ աղջիկներս պետք է երբեք մոռանաք սա»։ Բայց պատմությունը չավարտվեց այնտեղ, քանտեղ։ Քանի որ հաջորդ օրը, երբ Օֆելիան արթնացավ, նա գտավ մի ծրար իր դռան առջև։ Ծրար, որի վրա գրված էր միայն նրա անունը։ Նա բացեց այն եւ ներսում գտավ $3000 կանխիկ եւ մի փոքրիկ նոթ։ Նոթի վրա գրված էր. «Դուք վաստակեցիք սա»։ Ոչ թե որպես մեծ Տիգրանի ծառը, այլ որպես Օֆելիա Համբարձումյան, ժողովրդական արտիստուհի։ Հարգանքով, Մարինե։ Օֆելիան նստեց հատակին եւ լաց եղավ։ Լաց եղավ, քանի որ հասկացավ, որ նա միայնակ չէ այս պայքարում, որ կան մարդիկ, ովքեր դեռ հավատում են արժանապատվությանը, ովքեր դեռ պատրաստ են ռիսկի գնալ ճիշտ բանի համար։ Եվ այդ գիտակցությունը տվեց նրան ուժ շարունակելու երգել, շարունակելու պայքարել, շարունակելու լինել Օֆելիա Համբարձումյան։ Բայց ինչ եղավ մեծ Տիգրանի հետ։ Արդյոք նա մոռացավ այդ գիշերը, թե նա դեռ պլանավորում էր իր վրեժխնդրությունը։ Եվ ամենակարևորը, ինչ եղավ այն ձայնագրող սարքի հետ, որը գտնվեց հարսանիքի ժամանակ։ Ով էր ձայնագրում այն գիշերը, եւ ինչ էր այդ ձայնագրության վրա, որը կարող էր փոխել ամեն ինչ։ Հարսանիքից 2 շաբաթ անց Երևանի կենտրոնական հրապարակում հայտնվեց ինչ-որ բան, որը ստիպեց ամբողջ քաղաքը խոսել։ Հին Մոսկվա կինոթատրոնի պատին, որտեղ տարիներ շարունակ փակցվում էին ֆիլմերի պաստառներ, հանկարծ հայտնվեց հսկայական լուսանկար։ Օֆելիա Համբարձումյանի դեմքը եւ նրա տակ մեծ տառերով գրված. «Ժողովրդական արտիստուհին, որը չվաճառվեց»։ Ոչ ոք չգիտեր, թե ով էր փակցրել այդ պաստառը։ Ոստիկանությունը փորձեց հանել այն, բայց ամեն գիշեր հայտնվում էր նորը, այլ պատի վրա, այլ տեղում։ Մարդիկ սկսեցին խոսել, սկսեցին հարցնել, թե ինչ էր կատարվել այդ հարսանիքի վրա։ Եվ շուտով ամբողջ Երևանը գիտեր պատմությունը, թե ինչպես Օֆելիա Համբարձումյանը մերժեց մեծ Տիգրանի փողերը, թե ինչպես նա հեռացավ առանց վճարման, բայց գլուխը բարձր։ Պատմությունը աճեց, փոխվեց, դարձավ լեգենդ։ Ոմանք ասում էին, որ Օֆելիան նետել էր փողերը մեծ Տիգրանեմ Քինդի դեմքին։ Ուրիշներն ասում էին, որ նա երգել էր այնպիսի երգ, որը ստիպել էր բոլոր հյուրերին լալ եւ ամաչել իրենց հարստությունից։ Իսկականությունը էր ավելի պարզ, բայց նույնքան հզոր։ Մի կին, որը ընտրեց արժանապատվությունը փողի փոխարեն։ Եվ այդ ընտրությունը դարձավ խորհրդանիշ ամբողջ սերնդի համար, որը հոգնել էր տեսնել, թե ինչպես են ամեն ինչ վաճառում նորահարուստները։ Բայց մեծ Տիգրանը չէր այն մարդը, ով մոռանում էր վիրավորանքները։ Նա նստած էր իր գրասենյակում, 3-րդ հարկում այն պալատի, որտեղ անցել էր հարսանիքը, եւ նայում էր պատուհանից դեպի քաղաքը, որը հիմա խոսում էր նրա մասին ոչ թե հարգանքով, այլ ծաղրանքով։ Նրա հեռախոսը զնգում էր անընդհատ, գործընկերներ, ովքեր հարցնում էին, թե ինչ էր կատարվել, բարեկամներ, ովքեր ծիծաղում էին նրա հաշվին։ Նույնիսկ նրա իսկ մարդիկը սկսեցին նայել նրան այլ կերպ, ոչ թե վախով, այլ կասկածով։ Եթե մի պարզ երգչուհի կարող էր նվաստացնել նրան, ապա գուցե նա այնքան էլ հզոր չէր, որքան բոլորը կարծում էին։
Եվ այդ կասկածը էր ամենավտանգավոր բանը իշխանության համար։ Մեծ Տիգրանը հասկացավ, որ նա պետք է գործեր։ Պետք է ցույց տար, որ ոչ ոք չի կարող նվաստացնել նրան առանց հետևանքների։ Բայց ինչպես։ Օֆելիա Համբարձումյանը արդեն դարձել էր հերոս։ Եթե նա վնասեր նրան ուղղակիորեն, ժողովուրդը կդառնար նրա դեմ։ Նա պետք է գտներ այլ ճանապարհ, ավելի խորամանկ ճանապարհ։ Նա կանչեց իր ամենավստահելի մարդուն, Գևորգին, տղամարդու, ով 10 տարի աշխատել էր նրա համար եւ կատարել էր այնպիսի գործեր, որոնց մասին ավելի լավ էր չխոսել։ Գևորգը մտավ գրասենյակ լուռ, սպասելով հրահանգներին։ Ես ուզում եմ, որ դու գտնես ամեն ինչ Օֆելիա Համբարձումյանի մասին, ասաց Մեծ Տիգրանը։ Ամեն ինչ։ Նրա անցյալը, նրա ընտանիքը, նրա պարտքերը, նրա թույլ կողմերը։ Ամեն մարդ ունի գաղտնիք, Գևորգ, եւ ես ուզում եմ իմանալ նրա գաղտնիքները։ Գևորգը գլխով հավանություն տտվեց եւ դուրս եկավ։ Նա գիտեր, թե ինչպես անել իր աշխատանքը։ Նա ուներ կապեր ոստիկանության մեջ, հին KGB-ականների մեջ, մարդիկ, ովքեր կարող էին գտնել ցանկացած տեղեկություն ճիշտ գնով։ Եվ 2 օրվա ընթացքում նա վերադարձավ մի հաստ թղթապանակով, լի փաստաթղթերով, լուսանկարներով, հին հոդվածներով։ Մեծ Տիգրանը բացեց այդ թղթապանակը եւ սկսեց կարդալ։ Եվ որքան ավելի էր կարդում, այնքան ավելի էր ժպտում։ Քանի որ նա գտել էր այն, ինչ փնտրում էր, գտել էր Օֆելիա Համբարձումյանի թույլ կողմը։ Թղթապանակում կար տեղեկություն Օֆելիայի ամուսնու Արամ Համբարձումյանի մասին, դերասանի, որը մեկնել էր Ռուսաստան 1988 թվականին եւ երբեք չէր վերադարձել։ Բայց այնտեղ կար նաեւ ինչ-որ բան, ինչ Օֆելիան երբեք չէր ուզում, որ հրապարակային դառնար։ Արամը չէր պարզապես մեկնել Ռուսաստան աշխատանքի համար, նա փախել էր, քանի որ ներգրաված էր եղել մի սկանդալի մեջ, կապված անչափահաս աղջկա հետ, դերասանուհու, որը աշխատում էր նրա հետ նույն թատրոնում։ Աղջկա ծնողները սպառնացել էին գնալ ոստիկանություն, բայց Արամը փախել էր նախքան նրանք կարողանային դա անել։ Եվ Օֆելիան, ով գիտեր ամեն ինչ, որոշել էր լռել։ Որոշել էր պաշտպանել իր ամուսնու անունը, նույնիսկ երբ նա լքել էր նրան։ Դա էր նրա գաղտնիքը, դա էր նրա ամոթը։ Եվ Մեծ Տիգրանը հիմա ուներ այդ տեղեկությունը իր ձեռքում։ Նա կանչեց Գևորգին հետ եւ ասաց. «Ես ուզում եմ, որ այս տեղեկությունը հասնի լրագրողներին, բայց ոչ ուղղակիորեն։ Ես չեմ ուզում, որ իմ անունը կապված լինի դրա հետ։ Գտիր մեկին, ով կկարողանա հրապարակել սա որպես անկախ հետաքննություն։ Եվ համոզվիր, որ բոլոր մանրամասները այնտեղ են։ Ես ուզում եմ, որ ամբողջ Երևանը իմանա, թե ինչպիսի կին է իրականում Օֆելիա Համբարձումյանը, կինը, որը պաշտպանեց անչափահասների բռնաբարողին»։ Գևորգը նորից գլխով հավանություն տվեց եւ դուրս եկավ։ Եվ Մեծ Տիգրանը նստեց իր աթոռին, ժպտալով այն ժպիտով, որը նշանակում էր, որ նա արդեն տեսնում էր իր հաղթանակը։ Նա պատկերացնում էր, թե ինչպես Օֆելիա Համբարձումյանի անունը կավերվի, թե ինչպես մարդիկ, ովքեր նրան համարում էին հերոս, կդառնան նրա դեմ։ Եվ ամենալավը, Օֆելիան երբեք չէր իմանա, որ դա նրա գործն էր։ Նա կմնա ստվերում, մինչդեռ նրա թշնամին կավերվի։ Բայց արդյոք այս պլանը կաշխատի այնպես, ինչպես նա ակնկալում էր, թե կար ինչ-որ բան, ինչ նա չէր տեսնում։ 3 օր անց Երևանի ամենահայտնի թերթերից մեկում հայտնվեց հոդված վերնագրով «Ժողովրդական արտիստուհու մութ գաղտնիքը»։ Հոդվածը պատմում էր Արամ Համբարձումյանի սկանդալի մասին, պատմում էր, թե ինչպես Օֆելիան լռել էր եւ թաքցրել ճշմարտությունը, թե ինչպես նա ընտրել էր պաշտպանել բռնաբարողին զոհի փոխարեն։ Հոդվածը լի էր մանրամասներով, որոնք միայն շատ մոտիկ մարդը կարող էր իմանալ։ Եվ թեև հոդվածում չկար Մեծ Տիգրանի անունը, բոլորը հասկացան, թե ով էր դրա հետևում։ Բայց դա արդեն կարևոր չէր։ Վնասը արված էր։ Օֆելիան արթնացավ այդ առավոտը եւ գտավ իր դռան առջև տասնյակ թերթեր, բոլորը բացված այդ հոդվածի էջին։ Նրա հեռախոսը սկսեց զնգալ անընդհատ, լրագրողներ, ովքեր ուզում էին մեկնաբանություն, հին ընկերներ, ովքեր հարցնում էին արդյոք դա ճիշտ է, անծանոթներ, ովքեր զանգահարում էին նվաստացնելու, անիծելու, սպառնալու։ Օֆելիան նստեց իր խոհանոցում ձեռքերը դողալով եւ փորձեց հասկանալ, թե ինչպես էր սա կատարվել։ Ինչպես էին նրանք իմացել, ով էր դավաճանել նրան։ Նրա դուստրերը եկան եւ տեսան հոդվածը։ Անին ավագը կարդաց այն եւ հետո նայեց իր մորը, աչքերը լի արցունքներով։ Սա ճիշտ է, հարցրեց նա։ Հայրս իսկապես արել է սա։ Օֆելիան չէր կարող նայել իր դստեր աչքերին։ Նա նայեց ներքև, դեպի իր ձեռքերը, որոնք ծալված էին սեղանի վրա եւ ասաց. Այո, դա ճիշտ է, բայց ես չէի պաշտպանում նրան։ Ես չէի ուզում, որ դուք իմանաք, չէի ուզում, որ դուք ամաչեք ձեր հորից։ Անին նստեց իր մոր կողքին եւ վերցրեց նրա ձեռքը։ Մայրիկ, ասաց նա, դու պետք է մեզ ասեիր, մենք ունեինք իրավունք իմանալու։
Օֆելիան նայեց իր դստերը եւ տեսավ նրանց աչքերում ցավը, հիասթափությունը, բայց նաեւ սերը։ Եվ այդ սերը տվեց նրան ուժ խոսելու, ուժ պատմելու ճշմարտությունը, որը նա թաքցրել էր այնքան տարիներ։ Երբ ես իմացա, թե ինչ էր արել ձեր հայրը, սկսեց Օֆելիան, ես ուզեցի մեռնել։ Ուզեցի պարզապես անհետանալ, քանի որ չէի կարող հավատալ, որ մարդը, ում ես սիրում էի, կարող էր անել այդպիսի բան։ Բայց հետո ես նայեցի ձեզ, իմ երկու փոքրիկ աղջիկներին, ովքեր դեռ չգիտեին ոչինչ, ովքեր դեռ սիրում էին իրենց հորը, եւ ես հասկացա, որ ես չեմ կարող ասել ճշմարտությունը։ Ես չէի կարող կոտրել ձեր սիրտը, այնպես որ ես լռեցի։ Թույլ տվեցի, որ նա փախչի։ Թույլ տվեցի, որ մարդիկ կարծեն, թե նա պարզապես գնաց Ռուսաստան աշխատանքի համար։ Եվ ես ապրեցի այդ սուտի հետ 30 տարի։ Բայց հիմա այդ սուտը դուրս եկավ, եւ ես չգիտեմ, թե ինչպես ապրել դրա հետ։ Լուսինեն կրտսերը գրկեց իր մորը եւ ասաց. «Մենք կապրենք դրա հետ միասին, մայրիկ, քանի որ մենք ընտանիք ենք, եւ ընտանիքը չի լքում միմյանց դժվար պահերին»։ Եվ այդ պահին Օֆելիան հասկացավ, որ նա չէր միայնակ, որ նույնիսկ երբ ամբողջ աշխարհը դարձել էր նրա դեմ, նա դեռ ուներ իր դուստրերին, եւ դա էր ամենակարևորը։ Բայց դրսում, փողոցում, իրավիճակը դառնում էր ավելի վատ։ Մարդիկ, ովքեր երեք փակցնում էին Օֆելիայի պաստառները, հիմա պատռում էին դրանք։ Մարդիկ, ովքեր երգում էին նրա երգերը, հիմա անիծում էին նրա անունը։ Հին Մոսկվա կինոթատրոնի պատին, որտեղ եղել էր նրա լուսանկարը, հիմա գրված էր Դավաճան։ Օֆելիան փորձեց դուրս գալ տնից մի օր գնալու շուկա, բայց մարդիկ փողոցում սկսեցին ցույց տալ նրան, շշուկել, ոմանք նույնիսկ թքեցին նրա ուղղությամբ։ Նա վերադարձավ տուն լալով, կոտրված, չհասկանալով, թե ինչպես էր ամեն ինչ այդքան արագ փոխվել։ Ինչպես էր հնարավոր, որ մարդիկ, ովքեր երեք նրան համարում էին հերոս, այսօր նրան համարում էին հանցագործ։ Նա նստեց իր սենյակում վարագույրները փակած, լույսերը անջատած, եւ զգաց, թե ինչպես է մթությունը սկսում ծածկել նրան։ Մթություն, որը ավելի խորն էր, քան պարզապես լույսի բացակայությունը։ Դա էր հուսահատության մթությունը։ Եվ հենց այդ ամենամութ պահին դուռը թակեցին։ Օֆելիան չուզեց բացել։ Նա վախենում էր, որ դա կլինի եւս մեկ լրագրող, եւս մեկ անծանոթ, ով եկել էր նվաստացնելու նրան։ Բայց թակոցները շարունակվեցին, համառ, անընդհատ, մինչև Օֆելիան վերջապես կանգնեց եւ գնաց դեպի դուռը։ Նա բացեց այն եւ տեսավ Մարինեին, այն կնոջը, ով զգուշացրել էր նրան հարսանիքից առաջ։ Մարինեի դեմքը եղել էր գունատ, նրա աչքերը կարմիր լացից, եւ նա բռնում էր մի ծրար, ձեռքերը դողալով։ «Ներեցեք ինձ», ասաց Մարինեն, «ներեցեք, բայց սա իմ մեղքն է։ Ես պատմեցի ձեզ այն գաղտնիքները, որոնք գիտեի մեծ Տիգրանի մասին, բայց ես չգիտեի, որ նա նույնպես ունի գաղտնիքներ ձեր մասին։ Ես չգիտեի, որ նա կգտնի ձեր թույլ կողմը եւ կհարվածի այնտեղ»։ Օֆելիան նայեց Մարինեին եւ զգաց, թե ինչպես է զայրույթը փոխարինվում ինչ-որ այլ բանով, հասկացողությամբ։ Քանի որ Մարինեն նույնպես զոհ էր այս խաղի մեջ, նույնպես կին, ով փորձում էր ապրել այն աշխարհում, որտեղ տղամարդիկ ունեին ամբողջ իշխանությունը։ «Մտեք», ասաց Օֆելիան։ Եվ Մարինեն մտավ, նստեց սեղանի մոտ եւ դրեց այդ ծրարը Օֆելիայի առջև։ «Սա է ամեն ինչ, ինչ ես խնայել եմ 15 տարվա ընթացքում», ասաց նա։ $5,000։ Ես գիտեմ, որ դա չի փոխհատուցի այն, ինչ դուք կորցրել եք, բայց դա ամեն ինչ է, ինչ ես ունեմ։ Վերցրեք այն։ Վերցրեք եւ հեռացեք այստեղից։ Հեռացեք Երևանից, հեռացեք Հայաստանից, գնացեք ուր որ կարող եք սկսել նոր կյանք։ Քանի որ եթե դուք մնաք այստեղ, մեծ Տիգրանը չի վիդաթարի։ Նա կշարունակի հարվածել, մինչև ձեզանից ոչինչ չմնա։ Օֆելիան նայեց այդ ծրարին եւ զգաց, թե ինչպես է արցունքները սկսում լցվել իր աչքերում։ Ոչ թե փողերի համար, այլ այն բարությանը համար, որը դեռ գոյություն ուներ այս դաժան աշխարհում։ Բայց նա չվերցրեց ծրարը։ Նա դանդաղ մղեց այն հետ դեպի Մարինեն եւ ասաց. «Ես չեմ փախչի։ Ես արդեն փախել եմ մեկ անգամ, երբ լռեցի իմ ամուսնու մասին, եւ այդ լռությունը ավերեց ինձ ավելի շատ, քան ցանկացած ճշմարտություն կարող էր անել։ Ես չեմ կրկնի այդ սխալը։ Ես կմնամ այստեղ, կմնամ եւ կկռվեմ, քանի որ եթե ես փախչեմ, մեծ Տիգրանը կհաղթի, եւ ես չեմ կարող թույլ տալ դա»։ Արդյոք Օֆելիան իսկապես ուներ ուժ այդ պայքարի համար, թե նա պարզապես խաբում էր իրեն։ Հաջորդ 3 շաբաթները եղան ամենադժվար շաբաթները Օֆելիա Համբարձումյանի կյանքում։ Նա չէր կարող գտնել աշխատանք։ Ոչ մի ռեստորան, ոչ մի թատրոն, ոչ մի միջոցառում չէր ուզում հրավիրել նրան։ Նրա անունը դարձել էր թունավոր։ Մարդիկ վախենում էին կապվել նրա հետ, վախենում էին, որ մեծ Տիգրանը կդառնա նաև իրենց դեմ։ Օֆելիայի խնայողությունները սպառվում էին, վարձը չէր վճարվում, սնունդը դառնում էր ավելի ու ավելի սակավ։ Նրա դուստրերը փորձում էին օգնել, աշխատելով շուկայում, սպասարկելով ռեստորաններում, բայց դա չէր բավականացնում։
Եվ ամենավատը, Օֆելիան տեսնում էր, թե ինչպես է այս ամենը ազդում նրա դուստրերի վրա։ Տեսնում էր, թե ինչպես են նրանք հոգնում, թե ինչպես են նրանց աչքերը կորցնում իրենց փայլը։ Եվ այդ տեսարանը էր ավելի ցավոտ, քան ցանկացած անձնական տառապանք։ Մի գիշեր Օֆելիան նստած էր իր խոհանոցում, նայելով դատարկ սառնարանին եւ մտածում էր անմտելի մասին։ Մտածում էր, թե արդյոք ավելի լավ չէր լինի, եթե նա պարզապես ընդուներ մեծ Տիգրանի առաջարկը այն գիշերը։ Եթե նա ստորագրեր այդ պայմանագիրը, վերցներ փողերը, դառնար նրա սեփականությունը 3 տարվա համար։ Գուցե դա ավելի լավ էր, քան տեսնել իր դուստրերին տառապելիս։ Գուցե արժանապատվությունը իսկապես շքեղություն էր, որը աղքատները չէին կարող թույլ տալ իրենց։ Բայց հետո նա հիշեց այն պահը, երբ նա կանգնել էր այդ հարսանիքի վրա եւ ասել էր ոչ։ Հիշեց այն զգացումը, ազատության զգացումը, որը նա ապրել էր այդ պահին։ Եվ նա հասկացավ, որ նույնիսկ եթե նա կորցնում էր ամեն ինչ, նա չէր կարող կորցնել այդ զգացումը։ Քանի որ այդ զգացումն էր այն միակ բանը, որը դարձնում էր նրան մարդ, ոչ թե ապրանք։ Հենց այդ պահին հեռախոսը զնգաց։ Օֆելիան նայեց ժամացույցին, կեսգիշեր էր։ Ով կարող էր զանգահարել այդ ժամին։ Նա վերցրեց հեռախոսը եւ լսեց ձայն, որը նա չէր ճանաչում։ Տղամարդու ձայն, ծեր, հոգնած, բայց ինչ որ կերպ ծանոթ։ Տիկին Համբարձումյան, ասաց ձայնը։ Իմ անունը Վահե Սարգսյան է։ Ես եմ այն աղջկա հայրը, ում ձեր ամուսինը վնասեց 30 տարի առաջ։ Օֆելիան զգաց, թե ինչպես է նրա սիրտը դադարում բաբախել։ Նա չէր սպասում այս զանգին։ Չէր սպասում, որ այդ մարդը, ում նա երբեք չէր հանդիպել, բայց ում ցավը նա կրել էր 30 տարի, հանկարծ կկապվի նրա հետ։ Ես չգիտեմ, թե ինչ ասել, սկսեց Օֆելիան, բայց Վահեն ընդհատեց նրան։ Դուք չպետք է ասեք ոչինչ, ասաց նա։ Ես զանգահարեցի ասելու ձեզ մի բան։ Ես կարդացի այդ հոդվածը։ Կարդացի, թե ինչպես են նրանք մեղադրում ձեզ, որ դուք պաշտպանել եք ձեր ամուսնուն։ Բայց դա սուտ է։ Դուք երբեք չեք պաշտպանել նրան։ Դուք պարզապես լռեցիք ձեր դուստրերի համար։ Եվ ես հասկանում եմ դա։ Որպես հայր ես հասկանում եմ, թե ինչու դուք արեցիք այդ ընտրությունը։ Օֆելիան զգաց, թե ինչպես են արցունքները սկսում վազել իր դեմքով։ Ձեր դուստրը, սկսեց նա, բայց Վահեն նորից ընդհատեց։ Իմ դուստրը մեռավ 10 տարի առաջ, ասաց նա։ Նա երբեք չկարողացավ հաղթահարել այն, ինչ տեղի ունեցավ։ Նա ապրեց իր կյանքը ցավի մեջ, եւ վերջապես այդ ցավը սպանեց նրան։ Բայց նախքան մեռնելը նա ասաց ինձ մի բան։ Նա ասաց, որ նա չի ատում ձեզ, որ նա հասկանում է, թե ինչու դուք լռեցիք, եւ որ նա ներում է ձեզ։ Օֆելիան չէր կարող խոսել։ Նա պարզապես նստած էր, հեռախոսը ձեռքին եւ լաց էր լինում, այնպիսի լացով, որը գալիս էր նրա հոգու խորքերից։ Լաց էր լինում այն մեղքի համար, որը նա կրել էր 30 տարի։ Լաց էր լինում այն աղջկա համար, ում նա երբեք չճար, ում նա երբեք չէր ճանաչել, բայց ում ցավը նա զգացել էր ամեն օր։ Լաց էր լինում այն ներողության համար, որը նա երբեք չէր կարծում, որ արժանի է։ Ես զանգահարեցի ասելու ձեզ դա, շարունակեց Վահեն, քանի որ ես տեսնում եմ, թե ինչ են անում ձեզ հետ։ Տեսնում եմ, թե ինչպես են նրանք փորձում ավերել ձեզ այն բանի համար, որը դուք չեք արել, եւ ես չեմ կարող թույլ տալ դա։ Վաղը ես կգնամ այդ թերթ, որը հրապարակեց այդ հոդվածը, եւ կկատարեմ հայտարարություն։ Կասեմ ճշմարտությունը։ Կասեմ, որ դուք երբեք չեք պաշտպանել ձեր ամուսնուն, որ դուք զոհ եք, ոչ թե հանցագործ, եւ կպահանջեմ, որ նրանք ուղղեն իրենց սխալը։ Օֆելիան ուզում էր ասել շնորհակալություն, ուզում էր ասել ներեցեք, ուզում էր ասել այնքան բան, բայց նա կարողացավ միայն շշուկել։ Ինչու եք դուք սա անում իմ համար։ Եվ Վահեն պատասխանեց. քանի որ իմ դուստրը ուզեր էր, որ ես անեմ դա։ Քանի որ նա հավատում էր, որ արդարությունը դեռ գոյություն ունի այս աշխարհում, եւ ես պարտական եմ նրան ապացուցել, որ նա ճիշտ էր։ Եվ հետո նա փակեց հեռախոսը։ Եվ Օֆելիան նստեց իր խոհանոցում լալով, բայց այս անգամ դրանք էին հույսի արցունքներ։ Արդյոք Վահեի հայտարարությունը կփոխեր ինչ-որ բան։ Արդյոք մարդիկ կհավատային ճշմարտությանը, թե վնասը արդեն անդառնալի էր։ Վահե Սարգսյանի հայտարարությունը հրապարակվեց հաջորդ օրը, ոչ թե փոքրիկ հոդվածի տեսքով, այլ ամբողջ էջով։ Նա բերեց իր դստերորագիրը, այն էջերը, որտեղ նա գրել էր իր ցավի մասին, բայց նաև գրել էր Օֆելիա Համբարձումյանի մասին, ոչ թե ատելությամբ, այլ հասկացողությամբ։ Բերեց բժշկական փաստաթղթերը, որոնք ապացուցում էին, թե ինչ էր տեղի ունեցել։ Բերեց նույնիսկ այն նամակը, որը Արամ Համբարձումյանը գրել էր նրան սպառնալով, եթե նրանք գնան ոստիկանություն։ Ամեն մի փաստաթուղթ էր ապացույց, որ Օֆելիան չէր պաշտպանել իր ամուսնուն, որ նա պարզապես լռել էր, ոչ թե հանցագործի, այլ իր երեխաների համար,
Եվ այդ տարբերությունն էր ամեն ինչ։ Երբ մարդիկ կարդացին այդ հայտարարությունը, ինչ որ բան փոխվեց։ Շշուկները փողոցներում դադարեցին լինել մեղադրական եւ դարձան հարցական։ Գուցե նրանք սխալվել էին, գուցե Օֆելիա Համբարձումյանը իսկապես զոհ էր, ոչ թե հանցագործ։ Բայց ամենակարևորը, մարդիկ սկսեցին հարցնել այն հարցը, որը Մեծ Տիգրանը ամենաշատն էր վախենում։ Ո՞վ էր իրականում այդ հոդվածի հետևում։ Ո՞վ էր ուզում ավերել Օֆելիա Համբարձումյանին եւ ինչու։ Այդ հարցերը հասան լրագրողներին, ովքեր սկսեցին իրենց սեփական հետաքննությունը։ Նրանք գտան, որ այդ առաջին հոդվածը գրել էր մի երիտասարդ լրագրող, անունով Արման, ով աշխատում էր փոքրիկ թերթում եւ երբեք չէր հայտնի եղել իր հետաքննական աշխատանքով։ Երբ նրան հարցրին, թե որտեղից էր ստացել այդ տեղեկությունը, նա սկզբում ասաց, որ դա անանուն աղբյուր էր։ Բայց երբ լրագրողները սկսեցին ճնշել նրան, երբ նրան սպառնացին դատական հետապնդմամբ կեղծ տեղեկություններ տարածելու համար, Արմանը կոտրվեց։ Նա ընդունեց, որ տեղեկությունը եկել էր մի մարդուց, ով վճարել էր նրան $500 հրապարակելու այն։ Եվ երբ նրան ցույց տվեցին լուսանկարներ տարբեր մարդկանց, նա ճանաչեց Գևորգին, Մեծ Տիգրանի աջ ձեռքը։ Այդ պահից սկանդալը դարձավ ավելի մեծ, քան ցանկացած մեկը կարող էր պատկերացնել։ Քանի որ հիմա դա չէր պարզապես պատմություն մի երգչուհու մասին։ Դա էր պատմություն իշխանության չարաշահման, վրեժխնդրության, փորձի ավերելու մի կնոջ, ով համարձակվել էր ասել ոչ։ Մեծ Տիգրանը նստած էր իր գրասենյակում եւ տեսնում էր, թե ինչպես է նրա աշխարհը սկսում փլվել։ Հեռախոսը զնգում էր անընդհատ, գործընկերներ, ովքեր ուզում էին հեռանալ նրանից, քաղաքական գործիչներ, ովքեր հանկարծ չէին հիշում նրան, բանկեր, որոնք սկսում էին հարցեր տալ նրա ֆինանսների մասին։ Նույնիսկ նրա սեփական մարդիկը սկսեցին նայել նրան այլ կերպ, ոչ թե վախով, այլ արհամարհանքով։ Քանի որ նա ցույց տվեց իր իսկական դեմքը, ցույց տվեց, որ նա ոչ թե հզոր բիզնեսմեն էր, այլ փոքրիկ մարդ, մեծ էգոյով, ով չէր կարող ընդունել, որ մի կին նրան մերժեց։ Եվ այդ ճշմարտությունը էր ավելի ավերիչ, քան ցանկացած սկանդալ։ Նա կանչեց Գևորգին վերջին անգամ, եւ երբ Գևորգը մտավ, Մեծ Տիգրան տեսավ նրա աչքերում ինչ-որ բան, ինչ նա երբեք չէր տեսել։ Ընդդիմությունը։ Դու դավաճանեցիր ինձ, ասաց Մեծ Տիգրանը։ Դու խոսեցիր այդ լրագրողի հետ։ Գևորգը ժպտաց տառն ժպիտով։ Ես չխոսեցի ոչ ոքի հետ, ասաց նա։ Բայց եթե ես խոսեի, դա կլիներ, քանի որ ես հոգնել եմ լինել ձեր ստրուկը, հոգնել եմ կատարել ձեր կեղտոտ աշխատանքը, հոգնել եմ տեսնել, թե ինչպես եք դուք ավերում մարդկանց, պարզապես քանի որ կարող եք։ Նա շրջվեց հեռանալու, բայց Մեծ Տիգրանը աղաղակեց. Եթե դու հեռանաս, դու երբեք չես գտնի աշխատանք այս քաղաքում։ Գևորգը դադարեց, շրջվեց եւ ասաց. Գուցե, բայց առնվազն ես կկարողանամ նայել հայելուն առանց ամաչելու։ Եվ նա դուրս եկավ, փակելով դուռը այնպես, որ ամբողջ շենքը դողաց։ Օֆելիա Համբարձումյանը լսեց այս ամենի մասին իր տանը, ռադիոյից, որը նրա դուստրերը միացրել էին։ Նա լսեց, թե ինչպես են լրագրողները պատմում սկանդալի մասին, թե ինչպես են մարդիկ փողոցում սկսում խոսել նրա մասին, այլևս ոչ թե ատելությամբ, այլ կարեկցանքով։ Նա լսեց, թե ինչպես է Մեծ Տիգրանի անունը դառնում անիծված, մինչդեռ նրա սեփական անունը դառնում էր խորհրդանիշ դիմադրության։ Եվ նա զգաց ինչ-որ տարօրինակ զգացում, ոչ թե հաղթանակի ուրախություն, այլ ինչ-որ խորը, հանգիստ գոհունակություն։ Գոհունակություն, որ նա չկոտրվեց, որ նա պահպանեց իր արժանապատվությունը, նույնիսկ երբ ամբողջ աշխարհը դարձել էր նրա դեմ։ Որ նա ապացուցեց, թե կան բաներ, որոնք ավելի կարևոր են, քան փողը, քան իշխանությունը, քան նույնիսկ ապրելիությունը։ Եվ այդ ապացույցը էր նրա իսկական հաղթանակը։ Բայց արդյոք այդ հաղթանակը բավական էր։ Արդյոք նա կարող էր վերադառնալ իր նախկին կյանքին, թե ամեն ինչ փոխվել էր անդառնալիորեն։ Մի շաբաթ անց Օֆելիային հրավիրեցին հեռուստատեսային հարցազրույցի։ Ամենամեծ ալիքը, ամենահայտնի հաղորդավարը։ Սկզբում Օֆելիան ուզում էր մերժել։ Նա վախենում էր, որ դա կլինի եւս մեկ փորձ նվաստացնելու նրան, եւս մեկ հնարավորություն պատրելու նրա վերքերը։ Բայց նրա դուստրերը համոզեցին նրան։ Մայրիկ, ասաց Անին, սա է ձեր հնարավորությունը պատմելու ձեր պատմությունը։ Ոչ թե այն, ինչ ուրիշները ասում են ձեր մասին, այլ ձեր իսկական պատմությունը։ Եվ Օֆելիան հասկացավ, որ նրա դուստրը ճիշտ է։ Նա պետք է խոսեր, պետք է ասեր ճշմարտությունը, ոչ թե որպես պաշտպանություն, այլ որպես վկայություն։ Վկայություն այն մասին, թե ինչ նշանակում է լինել կին այն աշխարհում, որտեղ տղամարդիկ կարծում են, որ կարող են գնել ամեն ինչ։ Հարցազրույցի օրը Օֆելիան հագնեց իր լավագույն զգեստը, նույն մուգ կապույտ թավշյա զգեստը, որը հագել էր հարսանիքին։ Նա դիմահարդարվեց զգուշորեն, թաքցնելով հոգնածության հետքերը, բայց ոչ թե ցավը իր աչքերում։ Քանի որ այդ ցավը էր նրա ճշմարտությունը, եւ նա չէր ուզում թաքցնել այն։
Ստուդիայում լույսեր էին շատ պայծառ, տաք, գրեթե այրող։ Հաղորդավարը կին անունով Արփինե, ով հայտնի էր իր կոշտ հարցերով, նստեց Օֆելիայի դիմաց եւ սկսեց հարցազրույցը։ Առաջին հարցերը էին պարզ՝ նրա կարիերայի մասին, նրա երգերի մասին, նրա ընտանիքի մասին, բայց հետո Արփինեն հարցրեց այն հարցը, որը բոլորը սպասում էին։ Տիկին Համբարձումյան, ինչու եք դուք լռել 30 տարի։ Ինչու չեք ասել ճշմարտությունը ձեր ամուսնու մասին։ Օֆելիան նայեց ուղղակիորեն տեսախցիկին, այն միլիոնավոր մարդկանց, ովքեր դիտում էին, եւ ասաց. Քանի որ ես մայր էի, եւ մայրը պատրաստ է անել ամեն ինչ պաշտպանելու իր երեխաներին։ Նույնիսկ եթե դա նշանակում է կրել մեղքը, որը չես կործել։ Նույնիսկ եթե դա նշանակում է ապրել սուտի մեջ։ Ես մտածեցի, որ ես պաշտպանում եմ ինդուստրիային, բայց հիմա ես հասկանում եմ, որ ես սխալվել եմ։ Քանի որ լռությունը երբեք չի պաշտպանում։ Լռությունը միայն թույլ է տալիս, որ չարիքը շարունակվի։ Արփինեն հարցրեց. Եվ ինչ կասեիք այն մարդուն, ով փորձեց ավերել ձեզ այս սկանդալով։ Օֆելիան լռեց մի պահ մտածելով։ Հետո նա ասաց. Ես կասեի նրան, որ նա ձախողվեց։ Նա կարծում էր, որ կարող է կոտրել ինձ, հրապարակելով իմ ամենամեծ ամոթը, բայց նա չհասկացավ մի բան. ամոթը ունի իշխանություն միայն այն ժամանակ, երբ մենք թաքցնում ենք այն։ Երբ մենք բերում ենք այն լույսի տակ, երբ մենք ընդունում ենք այն եւ սովորում ենք դրանից, այն կորցնում է իր իշխանությունը։ Այնպես որ ես շնորհակալ եմ նրան։ Շնորհակալ, որ նա ստիպեց ինձ դիմակայել իմ անցյալին։ Շնորհակալ, որ նա ցույց տվեց ինձ, թե որքան ուժեղ եմ ես իրականում։ Այդ խոսքերը հնչեցին ամբողջ Հայաստանում։ Մարդիկ, ովքեր դիտում էին այդ հարցազրույցը, զգացին ինչ-որ բան, ինչ-որ խորը, հզոր զգացում, որը դժվար էր բառերով արտահայտել։ Նրանք տեսան ոչ թե զոհ, ով լալիս էր իր ճակատագրի համար, այլ կին, ով կանգնած էր ուղիղ, գլուխը բարձր եւ ասում էր. Ես եմ Օֆելիա Համբարձումյան, եւ ոչ ոք չի կարող խլել ինձանից այն, ինչ ես եմ։ Հարցազրույցից հետո Օֆելիայի կյանքը սկսեց դանդաղ փոխվել։ Ոչ թե անմիջապես, ոչ թե դրամատիկ, այլ փոքր քայլերով։ Առաջին փոփոխությունը եկավ անսպասելի ձևով։ Հին Մոսկվա կինոթատրոնի տնօրենը, տղամարդ անունով Սուրեն, ով հիշում էր Օֆելիային նրա փառքի օրերից, զանգահարեց եւ առաջարկեց նրան համերգ։ Ոչ թե մեծ համերգ, ոչ թե օպերայի եւ բալետի թատրոնում, այլ փոքրիկ համերգ կինոթատրոնի դահլիճում։ Մենք չունենք շատ, ասաց Սուրենը, բայց մենք ունենք սիրտ, եւ մենք ուզում ենք, որ մարդիկ հիշեն, թե ով եք դուք իրականում։ Ոչ թե այն, ինչ թերթերը գրեցին, այլ այն, ինչ դուք միշտ եղել եք, ժողովրդական արտիստուհի։ Օֆելիան ընդունեց առանց վարանելու։ Համերգը նշանակվեց 2 շաբաթ հետո, եւ տոմսերը վաճառվեցին 3 օրում։ Մարդիկ ուզում էին տեսնել նրան, ուզում էին լսել նրա ձայնը, ուզում էին ցույց տալ, որ նրանք հավատում են նրան։ Համերգի գիշերը կինոթատրոնը լի էր մարդկանցով։ Ոչ թե հարուստներով, ոչ թե նորահարուստներով, այլ պարզ մարդկանցով, ուսուցիչներով, բժիշկներով, շինարարներով, տնային տնտեսուհիներով։ Մարդիկ, ովքեր վաստակում էին իրենց հացը ծանր աշխատանքով, ովքեր գիտեին, թե ինչ է նշանակում պայքարել։ Երբ Օֆելիան բարձրացավ բեմ, դահլիճը պայթեց ծափահարություններից։ Ծափահարություններ, որոնք տևեցին 5 րոպե, մինչև Օֆելիան վերջապես բարձրացրեց ձեռքը, խնդրելով լռություն։ Նա կանգնեց այնտեղ միկրոֆոնի առջև եւ նայեց այդ մարդկանց դեմքերին։ Տեսավ նրանց աչքերում սերը, հավատքը, հույսը եւ զգաց, թե ինչպես է ինչ-որ բան ջերմանում նրա կրծքում, ինչ-որ բան, որը նա կարծում էր, որ մեռել է։ Դա էր նպատակի զգացումը։ Զգացումը, որ նա դեռ կարևոր է, որ նրա ձայնը դեռ նշանակում է ինչ-որ բան։ Նա սկսեց երգել։ Ոչ թե նոր երգեր, ոչ թե նորաձև երգեր, այլ հին երգերը, որոնք բոլորը գիտեին։ Երգերը, որոնք խոսում էին սիրո մասին, կորստի մասին, հույսի մասին։ Եվ նրա ձայնը, որը տարիներ շարունակ լռել էր այնքան երկար, վերջապես ազատվեց։ Այն լցվեց դահլիճը, ուժեղ, պարզ, անկեղծ։ Մարդիկ սկսեցին երգել նրա հետ։ Սկզբում շշուկով, հետո ավելի բարձր, մինչև ամբողջ դահլիճը երգում էր որպես մեկ ձայն։ Եվ այդ պահին Օֆելիան հասկացավ ինչ-որ բան։ Հասկացավ, որ իշխանությունը չէ փողերի մեջ, իշխանությունը չէ վախի մեջ, իշխանությունը ջշխանությունը, միասնության մեջ։ Մարդկանց միասնության մեջ, ովքեր հավատում են նույն բանին, ովքեր կանգնած են միասին։ Եվ այդ իշխանությունը ոչ ոք չէր կարող խլել նրանցից։ Համերգից հետո մարդիկ մնացին դահլիճում, երկար ժամանակ։ Նրանք ուզում էին խոսել Օֆելիայի հետ, ուզում էին գրկել նրան, ուզում էին ասել նրան, թե որքան նա նշանակում է իրենց համար։ Մի ծեր կին, ով պետք է լիներ 80-ից ավելի, մոտեցավ Օֆելիային, արցունքներով աչքերում։ Ես լսել եմ ձեր երգերը իմ ամբողջ կյանքում, ասաց նա։ Լսել եմ դրանք իմ հարսանիքում, իմ երեխաների ծննդյան օրերին, իմ ամուսնու հուղարկավորության ժամանակ։
Ձեր ձայնը եղել է իմ կյանքի ձայնագրությունը։ Եվ ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ ես երբեք չհավատացի այն սուտերին, որոնք գրեցին ձեր մասին։ Ես միշտ գիտեի, թե ով եք դուք իրականում։ Օֆելիան գրկեց այդ կնոջը եւ լաց եղավ նրա ուսին։ Լաց եղավ երախտագիտությունից, ազատությունից, վերջապես զգալով, որ նա տուն է վերադարձել։ Բայց ոչ բոլորը էին երջանիկ այդ համերգից։ Մեծ Տիգրանը, ով լսել էր այդ համերգի մասին, ով տեսել էր լուսանկարները թերթերում, զգաց, թե ինչպես է նրա վերջին իշխանությունը սկսում սողալ նրա ձեռքերից։ Նա հասկացավ, որ նա պարտվել է։ Ոչ թե դատարանում, ոչ թե բիզնեսում, այլ ավելի կարևոր տեղում՝ մարդկանց սրտերում։ Օֆելիա Համբարձումյանը դարձել էր խորհրդանիշ, մինչդեռ նա դարձել էր զգուշացում։ Զգուշացում այն մասին, թե ինչ է տեղի գալիս, երբ մարդը կարծում է, որ փողը տալիս է նրան իրավունք վերաբերվել ուրիշներին որպես իրեր։ Նրա բիզնեսները սկսեցին փլվել, գործընկերները հեռացան, բանկերը պահանջեցին վճարումներ։ Նույնիսկ նրա ընտանիքը սկսեց հեռանալ նրանից, ամաչելով կրել նրա ազգանունը։ Եվ ամենավատը, նա չէր կարող մեղադրել ոչ ոքի, քանի որ սա էր նրա սեփական ընտրությունների արդյունքը։ Սա էր այն, ինչ տեղի է գալիս, երբ մարդը կորցնում է իր մարդկայնությունը փողի հետապնդման մեջ։ 2 տարի անցավ։ 2 տարի, որոնց ընթացքում Օֆելիա Համբարձումյանը դանդաղ վերակառուցեց իր կյանքը։ Նա չվերադարձավ օպերայի եւ բալետի թատրոն։ Այդ դռները մնացին փակ նրա համար ոչ թե ատելությունից, այլ քաղաքականությունից։ Բայց նա գտավ այլ բեմեր, փոքր թատրոններ, մշակութային կենտրոններ, նույնիսկ փողոցային փառատոններ։ Նա երգեց ամենուր, որտեղ մարդիկ ուզում էին լսել նրան։ Եվ դանդաղ, շատ դանդաղ, նրա անունը սկսեց նորից նշանակել ինչ-որ բան։ Ոչ թե այն, ինչ նա կորցրել էր, այլ ինչ-որ նոր։ Նա դարձավ խորհրդանիշ դիմադրության, խորհրդանիշ արժանապատվության, խորհրդանիշ այն բանի, որ մի կին կարող է կանգնել իշխանության դեմ եւ հաղթել։ Ոչ թե փողով, ոչ թե ուժով, այլ ճշմարտությամբ։ Նրա դուստրերը մեծացան եւ դարձան ուժեղ կանայք։ Անին դարձավ իրավաբան, մասնագիտացած կանանց իրավունքների պաշտպանության վրա։ Լուսինեն դարձավ ուսուցչուհի, սովորեցնելով երիտասարդ աղջիկներին, որ նրանք կարող են լինել ցանկացած ինչ, որ ուզում են։ Եվ երկուսն էլ ասում էին, որ իրենց ուժը եկել է իրենց մորից։ Մորից, ով ցույց տվեց նրանց, թե ինչ նշանակում է չվաճառվել։ Ինչ նշանակում է ում է պահպանել քո արժանապատվությունը, նույնիսկ երբ ամբողջ աշխարհը ասում է, որ դու պետք է զիջես։ Օֆելիան նայում էր իր դուստրերին եւ զգում էր հպարտություն, ավելի մեծ, քան ցանկացած բեմական հաջողություն կարող էր տալ։ Քանի որ նա գիտեր, որ նա թողել էր ինչ-որ բան ավելի կարևոր, քան երգեր, նա թողել էր օրինակ։ Ինչ վերաբերում է Մեծ Տիգրանին, նրա պատմությունը ավարտվեց ոչ թե դրամատիկ, այլ լուր։ Նրա բիզնեսները սնանկացան մեկ առ մեկ։ Նրա տունը, այն պալատը, որտեղ անցել էր հարսանիքը, վաճառվեց պարտքերը մարելու համար։ Նրա ընկերները անհետացան, նրա ընտանիքը հեռացավ, նրա իշխանությունը փլվեց։ Վերջին անգամ, երբ մարդիկ տեսան նրան, նա նստած էր փոքրիկ սրճարանում, միայնակ, ծեր, կոտրված։ Ոչ ոք չմոտեցավ նրան, ոչ ոք չխոսեց նրա հետ։ Նա դարձել էր ուրվական, մարդ, ում բոլորը խուսափում էին։ Եվ այդ մենությունը, այդ լիակատար մերժումը եղավ նրա իսկական պատիժը։ Ավելի վատ, քան ցանկացած բանտ, ավելի ցավոտ, քան ցանկացած տուգանք։ Նա ապրեց դեռ 10 տարի այդ մենության մեջ, մինչև վերջապես նրա սիրտը դադարեց բաբախել մի ցուրտ ձմեռային գիշեր։ Նրան գտան 2 օր անց նրա փոքրիկ բնակարանում, միայնակ, մոռացված։ Եվ երբ թերթերը գրեցին նրա մահվան մասին, դա եղավ փոքրիկ հոդված վերջին էջում։ Ոչ ոք չեկավ նրա հուղարկավորությանը։ Բայց Օֆելիա Համբարձումյանի պատմությունը չավարտվեց այնտեղ, քանի որ նրա ազդեցությունը շարունակվեց ապրել։ Երիտասարդ կանայք, ովքեր լսեցին նրա պատմությունը, սկսեցին կանգնել իրենց սեփական պայքարներում։ Սկսեցին ասել ոչ տղամարդկանց, ովքեր կարծում էին, որ կարող են գնել նրանց։ Սկսեցին հավատալ, որ արժանապատվությունը ավելի կարևոր է, քան փողը։ Եվ դանդաղ, շատ դանդաղ, ինչ-որ բան սկսեց փոխվել Հայաստանում։ Ոչ թե մեծ հեղափոխություն, ոչ թե անմիջական փոփոխություն, այլ փոքր տեղաշարժեր, մի կնոջ, ով մերժեց անպատվական առաջարկը, մի աղջիկա, ով պաշտպանեց իր ընկերուհուն, մի մոր, ով սովորեցրեց իր դստերը, որ նրանք արժե ավելին, քան ցանկացած գին։ Եվ այդ փոքր տեղաշարժերը, երբ դրանք միավորվեցին, ստեղծեցին ալիք։ Ալիք, որը դեռ շարունակվում է այսօր։ Օֆելիա Համբարձումյանը մեռավ 1219 թվականին, 86 տարեկան հասակում։ Նրա հուղարկավորությանը եկան հազարավոր մարդիկ, ոչ թե հարուստներ, ոչ թե հայտնիներ, այլ պարզ մարդիկ, ովքեր սիրում էին նրան։ Նրանք երգեցին նրա երգերը, պատմեցին նրա պատմությունները, լացին նրա կորստի համար։
Եվ երբ նրան թաղեցին, նրանք դրեցին նրա գերեզմանի վրա պարզ տախտակ, գրված միայն 3 բառ. նա չվաճառվեց։ Այդ 3 բառերը դարձան նրա էպիտաֆիան, նրա ժառանգությունը, նրա վերջնական հաղթանակը։ Քանի որ կյանքում ամենակարևորը ոչ թե այն է, թե որքան փող ունես, ոչ թե որքան հայտնի ես, այլ այն է, թե ինչպես ես ապրում։ Արդյոք դու ապրում ես ճշմարտության մեջ, թե սուտի մեջ։ Արդյոք դու պահպանում ես քո արժանապատվությունը, թե վաճառում ես այն ամենաբարձր գնով առաջարկողին։ Եվ Օֆելիա Համբարձումյանը ընտրեց ճշմարտությունը, ընտրեց արժանապատվությունը, եւ այդ ընտրությունը դարձրեց նրան անմահ։ Այսօր, երբ դուք քայլում եք Երևանի փողոցներով, դուք դեռ կարող եք տեսնել Օֆելիա Համբարձումյանի ազդեցությունը։ Փոքրիկ սրճարաններում, որտեղ երիտասարդ կանայք հավաքվում են եւ խոսում իրենց երազանքների մասին, դուք կկարող եք լսել նրա երգերը։ Մշակութային կենտրոններում, որտեղ աղջիկներին սովորեցնում են, որ նրանք կարող են լինել ցանկացած ինչ, դուք կկարող եք տեսնել նրա լուսանկարը պատին։ Եվ երբ մի կին կանգնում է իշխանության դեմ, երբ նա ասում է ոչ անպատվական առաջարկին, մարդիկ ասում են, նա անում է ինչպես Օֆելիան։ Քանի որ Օֆելիա Համբարձումյանը դարձավ ավելին, քան պարզապես երգչուհի, նա դարձավ խորհրդանիշ։ Խորհրդանիշ այն բանի, որ արժանապատվությունը դեռ նշանակում է ինչ-որ բան այս աշխարհում։ Բայց մի հարց մնում է բաց։ Այն ձայնագրող սարքը, որը գտնվեց հարսանիքի ժամանակ, այն սարքը, որի վրա Օֆելիայի ձայնը հնչում էր լալով եւ անվանելով մի անուն։ Այդ ձայնագրությունը երբեք չհրապարակվեց։ Ոստիկանությունը ասաց, որ այն կորել է հետաքննության ժամանակ, բայց ոմանք ասում են, որ այն դեռ գոյություն ունի ինչ-որտեղ, որ ինչ-որ մեկը պահում է այն, սպասելով ճիշտ պահին, երբ ճշմարտությունը կարող է վերջապես դուրս գալ։ Ճշմարտությունը այն մասին, թե ինչ իսկապես տեղի ունեցավ այդ գիշերը։ Ճշմարտությունը այն մասին, թե ինչ ասաց Օֆելիան, երբ նա կարծում էր, որ ոչ ոք չի լսում։ Գուցե մի օր այդ ձայնագրությունը կգտնվի։ Գուցե մի օր մենք կիմանանք ամբողջ պատմությունը։ Բայց մինչ այդ մենք ունենք այն, ինչ գիտենք։ Ունենք պատմությունը մի կնոջ, ով կանգնեց իշխանության դեմ եւ հաղթեց։ Ոչ թե փողով, ոչ թե ուժով, այլ ճշմարտությամբ։ Եվ հիմա, բարեկամներ, ես ուզում եմ հարցնել ձեզ. ինչպես եք դուք վերաբերվում Օֆելիա Համբարձումյանին։ Եղավ նա զոհ համակարգի, որը թույլ չտվեց նրան խոսել ճշմարտությունը, թե նա ինքը պատասխանատու է իր ընտրությունների համար։ Պետք է նա ասել ճշմարտությունը իր ամուսնու մասին 30 տարի առաջ, թե նա ճիշտ արեց պաշտպանելով իր դուստրերին։ Եվ ամենակարևորը, արդյոք դուք կանեիք նույնը նրա տեղում։ Արդյոք դուք կընտրեիք արժանապատվությունը փողի փոխարեն, նույնիսկ եթե դա նշանակում էր կորցնել ամեն ինչ։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե արդյոք Օֆելիա Համբարձումյանին դեռ հիշում են ձեր քաղաքում, ձեր ընտանիքում, ձեր սրտում։ Սեղմեք հավանում կոճակը, եթե դուք հավատում եք, որ ճշմարտությունը դեռ կարևոր է։ Եվ բավ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի չբաց թողնեք այլ պատմություններ այն մարդկանց մասին, ովքեր համարձակվեցին կանգնել իրենց ճշմարտության համար։ Քանի որ այս պատմությունները չեն պատկանում միայն անցյալին, դրանք պատկանում են նաև մեզ, այսօր, այստեղ, այս պահին հին, երբ մենք ընտրում ենք, թե ինչպես ապրել մեր սեփական կյանքը։